Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում One Talk հերոստա ալիքի բանավեճն է։ Երկարատև ընդմիջումից հետո վերջապես մեզ հաջողվեց կազմակերպել հերթական բանավիճային թողարկումը, բայց մինչ թողարկումը սկսելը ձեզ ուղղում եմ իմ մեծ խնդրանքը, խնդրում եմ սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել One Talk մեր YouTube-յան ալիքին եւ խրախուսել մեր աշխատանքը ձեզ համար սիրելի ունկնդիրներ։ Այսօր մեր բանավիճային եթերի զրուցակիցներն են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Վալոդիա Հակոբյանը, բարև ձեզ պարոն Հակոբյան, եւ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչակյանը, բարև ձեզ պարոն Խաչակյան, եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ուրեմն այսօր մենք երկու կարևորագույն օրակարգային հարց ենք նախապատրաստել ձեզ համար, որի շուրջ կարծում եմ կծավալվի ձեր բանավեճը եւ այստեղ ես վստահ եմ, որ հաստատ նախապես եմ ասում, նույնիսկ սադրում մի քիչ, որ դուք ունենաք իրարամերժ, իրարից կտրականապես բևեռայնորեն տարբեր կարծիքներ։ Նախ սկսենք այս փաստաթղթի հայտնի փաստաթղթի Արցախյան հիմնահարցի փաստաթղթի կարևորագույն այս հրապարակման ընթացքից Եվ փորձենք ձեր կարծիքները հասկանալ այս առումով, ինչ եք կարծում, այս փաստաթղթի հրապարակումը բացահայտեց իշխանության ինչպես ընդդիմադիր հատվածի, այսպես որոշակի հատվածից են ասում, իշխանությունների վերջնականապես ապազգային հակահայկական դեմքը, որոնք փորձել են երկար տարիներ քողարկել սեփական ժողովրդից իրողությունը Արցախյան հարցի բուն կարգավորման շուրջ, այսինքն ռեալ պոլիտիկը, իրականությունը, թե միգուցե ինչպես նաև իշխանական եւ իշխանամերձ շրջանակներից են ասում, արդեն Արցախյան կարգավորման հարցում ամեն բան ակնհայտ էր, որովհետեւ սկսած 94 թվականից, ինչպես իրենք են ասում, արդեն բոլոր բանակցությունները Արցախյան հիմնահարցի շուրջ եղել են Արցախը Ադրբեջանի կազմում տրամաբանությամբ եւ այս փաստաթղթի տրամաբանությամբ շարժվելը ոչ մի բան չէր փոխի, կլիներ չարաբաստիկ մեզ համար հայ ժողովրդի համար 44-օրյա պատերազմը եւ դրանից բխող հետագա ոչ բարենպաստ, ոչ հայանպաստ իրողությունները։ Պարոն Հակոբյան, սկսենք ձեզանից, ձեր կարծիքը այս փաստաթղթի վերաբերյալ։ Շատ շնորհակալություն, ինչու բացվեց այդ խոսակցությունը, հայտնի է, որ վարչապետը նախկին 3 նախագահներին հրավիրում էր բանավեճի, որովհետև նախկին 3 նախագահները իրենց թիմակիցները պարբերաբար կուլիսներում բանավիճում էին վարչապետի հետ, վարչապետն ասաց եկեք այդ բանավեճը տեղափոխենք տետատետ հարթակ, որ գնում եք ասուլիսներ եք տալիս ձեր ցանկալի լրատվամիջոցներին կամ ձեր ցանկալի լրատվամիջոցների տաղավարներում հարցազրույցներ եք անում եկեք իրար դեմ տետատետ բանավիճենք։ 3 նախագահները պարբերական ժամանակ փորձում էին տարբեր պատճառաբանություններով խուսափել այդ բանավեճից։ Ի վերջո իրենցից ամենախելոքը Լևոն Տեր-Պետրոսյանը լավ պատճառաբանություն գտավ իրենց տրամաբանությամբ լավ, որ 2019 թվականի առաջարկը հրապարակի, ամեն ինչ պարզ կլինի, բանավեճի առիթ չի լինի, բոլորը կտեսնեն բոլորի դեմքը։ Վարչապետն ասաց շատ լավ կհրապարակենք եւ հրապարակեց։ Հիմա այդ հրապարակումից հետո եղան տեղի ունեցան խորհրդարանական կառավարության հարցը պատասխան, որի ժամանակ կողմերը հնարավորություն ունեին գալ, իրենց հարցեր տալ, ցույց տալ, որ ահա այս կետերը այս փաստաթղթով կարող էին հայանպաստ լուծումներ պարունակել։ Եկան ինչ ասեցին, նոր բան դուք տեսաք, ասացին, այն ինչ որ մենք էինք ասում, որ նոր բան այդ փաստաթղթերում չկա, գաղտնի բան չկա, այդ քննարկումները եղել են, այդ մեղադրանքները եղել են, այդ պատասխանները տրվել են, խորհրդարանական ընդդիմությունը, ընդ որում նկատենք, որ հանրապետականը չէր եկել։ Չնայած առավոտից երեկո իրենց էկրաններից այն կողմ նստած խոսում են, քննարկում են նորից ստվերով Փաշինյանի ստվերի հետ բանավիճում են, բայց այդպես չեկան եւ խորհրդարանում չներկայացրեցին իրենց տարբերակը, իրենց հարցերը չհղեցին վարչապետին։ Իսկ Հայաստան դաշինքի падգամավորները նույն այդ սկավառակն էին պատտում անընդհատ եւ ակնհայտ էր որ նոր ասելիք ընդհանրապես չկա եւ ամեն ինչ ասված է։ Իսկ բոլոր դեպքերում պարոն Հակոբյան ճիշտ է ամեն դեպքում այն իշխանության համար որն ասում է ինքը ժողովրդական իշխանություն այ դարձել ինչպես ընդդիմադիր հատվածի այսպես
տեսակետն ու ակնարկն եմ ձեզ փոխանցում, ամեն դեպքում ժողովրդական իշխանությունը, որ միշտ խոսում էր թափանցիկության մասին, ժողովրդի առաջ հաշվետու լինելու մասին, ամեն դեպքում չհրապարակ է։ Դե այդ դեպքում եթե ամեն ինչ այդքան պարզ էր ասում են նրանք, այդ դեպքում դե հրապարակեիք, ասեիք, այ հիմա երևի պարոն Խաչատուրեանը կասի, ես շատ եմ լսել իրենց կուսակցության ղեկավարի տեսակետը, որ մինչ այդ 2019 թվականին նույնիսկ իրենց խմբակցության Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցությամբ սենյակում սուրճ են խմել եւ Էդմոն Մարուկյանն ասել է կա որևէ փաստաթուղթ բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանը եւ այն ժամանակվա արտգործնախարարը Զոհրաբյանը ասել են որ ոչ մի Զոհրաբ Մնացականյանը կներեք ասում են որ որևէ փաստաթուղթ չկա բայց հետո բայց իրականում եղել է այդ փաստաթուղթը իրականում չի եղել ինձ դա որևէ նոր փաստաթուղթ չի եղել 2019-ի այդ առաջարկ կոչվածը նույն 2016 թվականի նույն 2016 այսինքն 2016 թվականին փաստաթուղթն է, որը անգամ վերնագրի մակարդակում նոր չի գրված է, որ 3 նախագահներին, բայց Հայաստանը արդեն նախագահական երկիր չէր, Հայաստանի նախագահը չէր բանակցում, բայց դե ֆակտո ղեկավարին էր։ Այո, բայց հենց դա է ղեկավարին ուղղված, բայց գրած էր 3 նախագահներին, այսինքն 2 նախագահներին, բայց դա փաստումն է, որ 2019-ին նոր առաջարկ չի եղել, դա եղել է նախկին մինչև 2018-ը եղած Հայաստանին առաջարկները, որոնք 2019-ին դրվել են սեղանին, ասեն սրանք է, այս առաջարկներն է եղել սկսած 2016-ից։ Լավ։ Հասկացա ձեր տեսակետը այս առումով, ձեր մեկնաբանությունը, պարոն Խաչատուրյան, լսենք ձեր կարծիքը, ինչ եք կարծում։ Համամիտ եք պարոն Հակոբյանի տեսակետին։ Թերևս ամենավիճելի մասը այն էր 2019 թվականին, երբ վարչապետ Փաշինյանն ասել է նոր առաջարկ չկա, դա պետք էր ընկալել այլ իմաստով, որ առաջարկը նոր է թե ոչ, թե կրկին նույն բանը առաջարկվել է այս իշխանությանը, ամեն դեպքում դա մի բան է ակնհայտ դարձնում, այս անգամ նաև փաստաթղթով, որ եղել է կոմպրոմիսային առաջարկ, որը 2016 թվականին մերժել է Սերժ Սարգսյանը եւ եղել է կոմպրոմիսային առաջարկ համանման կամ նույն ապրիլյան քառօրյա պատերազմից արդեն հետո 19 թվականին, որը կրկին մերժել է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն մեր իշխանությունները մերժել են մի փաստաթուղթ, որը չմերժելու դեպքում արկա իրավիճակը, եթե կատարվեր այն, ինչ գրված էր այդ փաստաթղթով, կլիներ շատ ավելի բարենպաստ Հայաստանի համար, քան այս պատերազմը իր բոլոր աղետներով եւ հետևանքներով։ Վստահ եք, վստահ եմ դրանում, վստահ եմ, որ եթե Սերժ Սարգսյանը այսպես ասեմ նաեւ էլի տեսակետների այսպես փոխանցում առաջացնելու համար ասում են որ դրանից ոչ մի բան, ինչպես արդեն ասեցի, ոչ մի բան չէր փոխվելու, ըստ էության մեկը պատերազմը լինելու էր, մեկը նաեւ իշխանական եւ իշխանամետ շրջանակներն ասում են, որ առավելապես Ռուսաստանը, որ արդեն որոշել էր կամ ներքին կարգով, այդ դրա մասին շատ եմ ես լսում, որ ըստ էության Արցախը պիտի տա Ադրբեջանին, ավելի ժողովրդական, ավելի ուղիղ խոսքով ասած, եւ մեկը ոչ մի բան չէր փոխվելու, ուղղակի ժամանակի խնդիր էր։ Բնականաբար արդեն իսկ հրապարակված փաստաթղթերից էլ տեսանելի է, որ դա այդպես չի, իրավիճակը կտրուկ տարբերվելու էր։ Նախ առաջին հերթին այն պատճառով, որ դա իրականացվելու էր ԵԱՀԿ Մինսկի խմբի բարձր երաշխիքների ներքո, ԵԱՀԿ-ի եւ նախատեսված էին նաեւ ինչպես փաստաթղթից է երևում տարատեսակ երաշխիքային մեխանիզմներ, բայց եկեք լավ դա էլ սրենք եւ ընդունենք, որ միևնույն է Ադրբեջանը խախտելու էր նաեւ այդ փաստաթուղթը եւ ուզելու էր ամբողջությամբ գրավել Արցախը, ընդունենք թե այդ փաստաթուղթն էլ պետք է խախտվեր։ Նշանակում էր արդյոք, որ իշխանության թե Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ավելի ճիշտ եւ պետականանպաստ քայլ էր հրաժարվել այդ առաջարկներից, չգնալ այդ առաջարկների իրականացմանը եւ ստանալ պատերազմ, թե ի վերջո համաձայնել այդ առաջարկներին եւ աշխարհին ցույց տալ, որ մենք փող զիջման կողմնակից ենք ինչպես երկար տարիներ փնտրել ենք այդ փողզիջումը, գնում ենք այդ փողզիջմանը եւ ակնկալում ենք միջազգային երաշխիքներ։ Ես համոզված եմ, որ իրավիճակը կլիներ բոլորովին այլ եւ այդ փաստաթուղթը ընդունելը մեզ համար կլիներ բարենպաստ։ Եվ գիտեք 19 թվականին այն որ Փաշինյանին փաստորեն է նույնը որ պատերազմը արդեն չէր լինի, պարոն Խաչատուրյան, եւ Ալիևը երկար տարիներ փնտրել է մի որևէ լուծում, զիջում հայկական կողմի կողմից, որով նա իր հանրության համար ինչ որ մի հաղթանակով կկարողանա հանդես գալ։ Եվ եթե հայկական կողմը վերադարձներ 5 հարակից շրջանները,
նա միևնույնն է իր հանրության արչև հաղթածեր լինելու, ավելի շատ դա խնդիրներ առաջացնելու մեր հանրության համար։ Եվ եթե Սերժ Սարգսյանը չուներ այն լեգիտիմությունը, որ կարողանար դա իր իշխանության համար անհետևանք անել, 19 թվականին Փաշինյանն այդ լեգիտիմությունն ուներ, եւ փաստորեն, ինչպես մենք կարող ենք մեղադրել Սերժ Սարգսյանին նախկինում այդ առաջարկը չընդունելու համար եւ ասելու, որ դու գնացիր մաքսիմալիստական լուծումների, որի հետևանքը եղավ 20 թվականի պատերազմը, նույնը կարող ենք նաեւ Փաշինյանին ասել, որովհետեւ նա առնվազն ստացել է նույնանման առաջարկ եւ ինչպես Սերժ Սարգսյանն է այդ առաջարկը մերժել, այնպես էլ նա չի ընդունել այդ առաջարկը։ Եթե կարելի է մի Այո, բայց ինձ խնդրեմ պատասխանեք, ուղղակի ինձ համար է մութ ամնում, թե ինչի դա չի հրապարակվել։ Հիմա մի կարճ հրապարակվել է։ Հիմա մի կարճ հարց դուք պարոն Խաչատյան այդ մտքին երբ արից եք եկել, որ պետք էր այդ 5 շրջանները վերադարձնել, այդ կոմպրոմիսային ձեր նշած տարբերակը ընդունել։ Պատերազմից անմիջապես հետո։ Շատ լավ, տեսնում եք, հետո շատ կարևոր արսնագրում, շատ կարևոր արսնագրում։ Չէ, բայց նկատի ունեցեք, դուք այդ հարցը տալիս եք Դավիթ Խաչատյանին, ով 19 թվականի Երևանի ավականու անդամ էր, հույս ունեմ այդ հարցը կտակ նաև վարչապետ Փաշինյանին, նաև Լուսաբե Հայաստան։ Հա, չէ, ճիշտ եք ասում, ինչ ասում եք, ճիշտ եք ասում, բայց նկատի ունեցեք, որ մեզնից որևէ մեկը բացի ավականու անդամ կամ ԱԺ падգամավորից այն կողմ զինված ուժերի հրամանատարի, հետախուզության զեկույցների, դիվանագիտական բաների այդ նկատի։ Չէ, նկատի ունեմ, որ մեր քաղաքական դաշտը, մեր ուժերը, մեր ժողովուրդը, մեր դամպես քաղաքական էլիտայի մարդիկ որ թվականից են եկել, որովհետև ունենք քաղաք, որը մինչև 18 թվական ոնց ժողովուրդն հենց էլ վարչապետը։ Միայն դա չեմ ուզում ասել, բայց հիմա բովանդակային կասեմ նաև։ Պարոն Խաչատյան, դուք ասում եք, որ կոմպրոմիսային առաջարկ է եղել, որից հրաժարվելը բերել այս աղետներին, որոնց մենք ականատես ենք եղել 2020 թվականից հետո։ Եվ պետք է ընդունեինք 2016 թվականի առաջարկը պետք է ընդուներ, մենք պետք է 19 թվականի առաջարկն ընդունեինք։ Պարոն Խաչատյան, ես ուզում եմ ձեզ ասել, տեղեկացնել կամ հիշեցնել, որ 98 թվականից 97 թվականից հետո 96-ից դեռ բազմաթիվ այսպիսի կոմպրոմիսային առաջարկներ են ավել հայկական կողմին։ Մեկը ավելի լավը, մեկը ավելի վատը։ Ես պետք է նաև նշեմ, որ այդ փաստաթղթերը գնալով ավելի վատն են դարձել եւ հիմա դա կարող նա անգամ ընթացքում բանավիճի հաստատ կհասնենք դրան ցույց տամ ավելի վատն են դարձել։ Ես հիշեցի, որ ֆակտորի ժամանակ այդ նույն արտահայտությունը ես արեցի, դուք ընդդիմախոսում եք ասում։ Չէ, այդպես չեմ ասել։ Գնա կբացեք, ասեք որ ես այդպես չեմ ասել։ Հակառակ հենց համաձայն եմ, որ ասեմ այդ տեղով համաձայն եմ պարոն Խաչատյանի։ Այո, շատ լավ։ 98 թվականին ենք ունեցել IPC կոմպրոմիսային առաջարկներ, 2005-ին ենք ունեցել, 2011-ին եւ այլն եւ այլն։ Եվ հայկական կողմը 2011-ից կամ արդեն, որովհետեւ Կազանյան տարբերակին հայկական կողմը համաձայնել է։ Սա հայտնի փաստ է, Կազանում Սերժ Սարգսյանը համաձայնել է ստորագրել Կազանյան։ Այո, որ ասում են կներեք, պարոնակա, որ ասում են արդեն Ալիևը գանգատվում էր, որ իրեն արտադրում էր կուլիսների։ Հիմա այս դրան են կանգատառում, այդ ողորմելի թեզ է, շատ ողորմելի արտահայտություն է։ Ինչո՞վ ողորմելի։ Ողորմելի է, որովհետև չէ, իհարկե չէ, որովհետև Ալիևը փակ եթերների յետևում Ալիևին ճնշել են անկախությունը ճանաչել, բայց Սերժ Սարգսյանն էր Պուտինին աղերսագիր ուղարկում։ Դե լավ էլի կներեք, եթե այդ իրոք այտենց բան ա եղել ու Ադրբեջանի նախագահին ճնշել են, Սերժ Սարգսյանը ինչ կարիք ուներ Պուտինին նամակ գրել, ասել էսի մենք բազմաթիվ մտահոգություններ ունենք։ Դե լավ էլի, հա, բայց հիմա որ առաջանում բովանդակային ձեր պնդումը էր, որ եւ 16-ին եւ 19-ին եւ Սերժ Սարգսյանը եւ Փաշինյանը ընդունել են այս փաստաթղթերը։ Հիմա դա եմ ուզում ասել։ 2011 թվականին հայկական կողմը Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել 2022 թվականին, որտեղ ասում է, որ վերահաստատում է իր հայտնի դիրքորոշումը, դա պարզ բան է, բոլորը հայտնի է, որ 2011 թվականին հայկական կողմը Կազանյան փաստաթուղթը ընդունել է։ Ադրբեջանի նախագահը վերջին պահին, երբ որ արդեն կողմերը եկել էին ստորագրելու, հանում է իր գրպանից 10, չէ, մեր հանրության համար շատ կարևոր, որ նոր առաջարկներ հանում, ասում է, այս 10 կետներ պետք է ներառել, 10-ից ավելի, որպեսզի ես ստորագրեմ։ Եվ վիժեցվում է process-ը։ Հիմա 2008 Սերժ Սարգսյանը իր հայտնի հարցազրույցում ասում է. Կազանից հետո մենք որևէ փաստաթղթի պատասխան չենք տվել։ Ասել ենք, եթե ադրբեջանցիները համաձայն են որոշակի փոփոխություններով այդ առաջարկությունները ընդունել որպես հիմք, մենք այդ ժամանակ կպատասխանենք, այսինքն եթե դուք նոր առաջարկներ եք ունում Կազանից հետո մոդիֆիկացված փոփոխելով նոր առաջարկներ եք բերում, ապա դա գնացեք Ադրբեջանից համաձայնեցրեք, եթե Ադրբեջանը համաձայնի, ապա մենք կպատասխանենք այդ դեպքում, ասում է, բայց ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկությունները ընդունել որպես հիմք, այսինքն 2011 թվականի Կազանից հետո բերված բոլոր մյուս տարբերակներին Ադրբեջանը չի համաձայնել, սա
անկյունակարային նշանակություն 19 թվականի նույն առաջարկին։ Այո, 11-ից հետո բոլոր առաջարկներին Ադրբեջանը չի համաձայնել։ Հայկական կողմը ասել է, որ մենք չենք էլ պատասխան, մենք չենք ասում լավն է, վատն է, համաձայն եկեք այսպես էլի, մենք ես հանրապետականի ներկայացուցիչ չեմ, դուք էլ չեք, բայց լուսավոր Հայաստանից ոչ մեկ չի բանակցել, որ իրեն Չէ, հասկանալի է։ Հիմա դուք երբ որ ասում եք Սերժ Սարգսյանը, սա էր ասում իր ժամանակին, Սերժ Սարգսյանը մինչև 18 թվականը նախագահ էր, եթե այդ առաջարկը չվերառաջարկվեր, հենվենք իր խոսքերի վրա։ Ինձ հետաքրիր է 19 թվականին դուք որպես ԿՊ ներկայացուցիչ կարող եք պնդել, որ Փաշինյանը ընդունել է, ասել է ես կողմ եմ, ես փաստաթղթին որն հրապարակել է։ Դրան եմ պատասխանում, պարոն Խաչատրյան, որ ուշադիր լինեք, նկատեք, որ ասում եմ 11 թվականից հետո հայկական կողմը չի մերժել որևէ տարբերակ, ինքը ասել է, որ մենք գնացեք Ադրբեջանի հետ բանակցեք։ Եթե 19-ին, այո, ասում եմ, եթե բանակցեք, կասի Ադրբեջանը, ես համաձայն եմ այս պայմանները ստորագրել, այսինքն գնդակը կտեղափոխվի հայկական դաշտը կպատասխանի, հայկական կողմը կպատասխանի, կասի եղբայր, այս կետը համաձայն չեմ, ես համաձայն չեմ այս կետով ստորագրել, այս կետով համաձայն, ընդ որում հիմքին է, ոչ թե փաստաթղթին ընդհանուր, այլ ասում է հիմք կընդունի, գոնե որ հիմք կընդունի, բանակցենք։ Ադրբեջանը անգամ հիմք չի ընդունել 19 թվականի, 16 թվականի 3 առաջարկներ եղել, այդ Կրակովի առաջարկներ եւ այլն։ Բայց նա անգամ կարող է բովանդակության անդրադառնալ, թե արդյոք պետք է որ Հայաստանը ստորագրեր, արդյոք մենք կողմ կլինենք այդ եւ ինչ հիմա դա քննարկենք, այսինքն նկատի ունեմ, որ անկյունակային նշանակություն ունի այն, որ ադրբեջանական կողմը չի համաձայնել այս, անգամ եթե հայկական կողմը պատրաստ է ոնց որ 11 թվականին գնար, ասել եկեք բերեք ստորագրում եմ, արդյոք Ադրբեջանը կստորագրի, իհարկե ոչ, ինչու պետք է, ինչու պետք է տրամաբանությունները ասում ու ավարտենք, ինչու պետք է Ադրբեջանը համաձայնել մի առաջարկի, որից հրաժարվել է 2011 թվականին, որովհետև, պարոն Խաչատրյան, որովհետև ինչքան էլ որ փաստաթուղթը փոխվել էր դեպի վատը Հայաստանի համար, բայց Ադրբեջանի համար էլ 11 թվականը հիշեք, 11 թվականից հետո իր ռազմական գնումները հիշեք, 11 թվականից հետո եղել 5 միլիարդ զենքի գնում ընդ որում։ Այդ 5 միլիարդ զենքի գնումն էլ գումարեք դրան ու պատասխանեք տրամաբանորեն Ալիևի դիտանկյունից։ Ինչու պետք է ստորագրեր 11-ից հրաժարված փաստաթուղթ նման Եթե ես բանավիճելու լինեի վերլուծաբանի հետ, նստեինք վերլուծեինք Ադրբեջանը ինչ կաներ, ինչ չէր անի։ Հիմա ձեր իշխանությունը, մի րոպե, ինձ երկու կոնկրետ հարց է հետաքրքրում։ Դուք որպես իշխանության ներկայացուցիչ հիմա հստակ պնդումներ եք անում։ Ես ուզում եմ հասկանալ եւ կարծում եմ մեզ դիտողներ, դուք պնդում եք արդյոք, որ 19 թվականին Փաշինյանի ներկայացված փաստաթուղթը ընդունել է Փաշինյանը եւ մերժել է Ալիևը, պնդում ունեք արդյոք, որ դա քննարկվել է ադրբեջանական կողմի հետ եւ մերժվել է եւ քննարկվել է արդյոք հայկական կողմի հետ եւ այդ պարագայում հայկական կողմը ներկայացրել նույն պատասխանը ինչ որ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում էր, թե այնուհետև ասել է որ ես կողմ եմ սրան, գնացեք Ադրբեջանի հետ բանակցեք։ Պարոն Խաչատրյան, հենց դա է ասում, որ 2019 թվականի առաջարկը այդ թվում վերջնական փաստաթուղթ չի եղել, որ հայկական կողմը ասի ես պատրաստ եմ այս փաստաթուղթը ստորագրել։ Սա ներկայացված է եղել որպես հիմք բանակցելու համար, որ հրապարակային կողմը էր, թե հրապարակային չէ, ինչա պատասխանել հայկական կողմը ԵԱԿ Մինսկի խմբին, ընդունում է սկզբունքները, թե չի ընդունում։ Հայկական կողմը ասել է որ 11 թվականից սրանք մադրիդյան սկզբունքի Մադրիդյան, այո, ոչ, մադրիդյան սկզբունք, նույն սկզբունքներով, 3 սկզբունքների հայտնի սկզբունքների հիման վրա փաստաթղթերին, սա մադրիդյան սկզբունքների շարունակությունն է։ Հայկական կողմը մադրիդյան սկզբունքներին, Կազանյան փաստաթղթին կողմ է արտահայտել, ասել գնացեք, դուք ինչ եք խուսափում ասելու որ 19-ի փաստաթուղթը մեկ կոնկրետ փաստաթուղթ է եղել։ Հայկական կողմը ընդունել է, ընդունել է, իհարկե հայկական կողմը ասել է որ մադրիդյան սկզբունքներին մենք կողմ ենք, սրանք Կազանում վերահաստատել է, Կազանում արդեն բանակցել դարձել են փաստաթուղթ ստորագրելու համար արդեն պատրաստի փաստաթուղթ, որից Ադրբեջանն է հրաժարվել ու ասել է հայկական կողմը ասել է գնացեք, եթե Ադրբեջանի նախագահը կհամաձայնվի այս սկզբունքների հետ հաշվի նստելուց բանակցել, մենք ենք։ Ես կարծում եմ մենք տարբեր բաների շուրջ ենք խոսում։ Մադրիդյան սկզբունքներում հետագայում Կազանյան փաստաթղթում Արցախի ստատուսի հետ կապված կար որոշակի հստակություն, դա հանրաքվեներ, որը ադրբեջանական կողմը մերժել է, այդտեղ որևէ մեկի մոտ բանավեճ չկա։ Այսինքն անգամ ապագայում հանրաքվեով որոշվելիք հարցի իմաստով ստատուսի հարցը Ադրբեջանը մերժել է, սա հասկացանք։ Հետագայում 16 թվականից այս կողմ
լուրերով շրջանառվող փաստաթուղթը, որը հիմա արդեն հրապարակված է, այստեղ ասվում է, որ կարգավիճակի հարցը դա մի հետագա հարց է, որը չունի որոշակիություն, հա, բայց կա 5 շրջանի վերադարձի հստակություն եւ կա միջազգային երաշխիքներ խաղապահների տեսքով։ Սա երբ դուք ասում եք նույնն է ինչ Կազանյանը Մադրիդյանը, ես բնականաբար համաձայն չեմ, որովհետեւ սկզբունքներն եմ ասում, պարոն Խաչատրյան։ Անգամ սկզբունքների իմաստով, սկզբունքների շատ լավ, նույնիսկ եթե ընդունենք, թե ինչ որ իմաստով սկզբունքները նույնն են, ինքը իմպլեմենտացիոն իմաստով, փաստաթղթի իմաստով ավելի վատն է մեզ համար եւ այլա։ Դուք եք նշում, որ վատն է։ Ավելի վատն է, իհարկե, դե խոսք չկա դրանում։ Եվ հենց հարցի էությունը նրանում է, որ դրանից ժամանակին հրաժարվել է ադրբեջանական կողմը, որովհետեւ եղել է ստատուսի որոշակիություն, հետո Մինսկի խումբը հանել է այդ ստատուսի որոշակիությունը։ Եվ այն որ Սերժ Սարգսյանը դա մերժել է, դա ինձ համար արդեն եւ իր հայտարարություններով նախագահության շրջանում եւ հետո ակնհայտ է, բայց ես հիմա չեմ հասկանում Փաշինյանը ինչ է այս փաստաթղթին պատասխանել, երբ դուք ասում եք ինքը պատասխանել է նույն կերպ ինչ որ Մադրիդյան փաստաթղթին եւ Կազանին, ես դա չեմ հասկանում, որովհետեւ սա այլ փաստաթուղթ է, որովհետեւ այստեղ կարգավիճակի առաջարկը 16-ի փաստաթուղթն է, ես չեմ ասում այո, որը Սերժ Սարգսյանը մերժել է, 16-ի առաջարկն է, որը Սերժ Սարգսյանը չի իրագործել, լավ, չասենք մերժել, դե չէ կարող իրագործել, ինչպես ստատուսի որոշակիությունը միշտ չէ, որոշակիությունը հակառակ աղի չէ, որոշակիությունը շատ լավ է, որ լիներ, բայց չկար արդեն բելուծենք, ոնց որ ասում են դեռ հələ ոչ շատ իրար ամերջ դիրքերից, այսինքն ես գտնում եմ, որ եթե ստատուսի որոշակիություն չկար, դա դեռ չէ նշանակում, որ գոնե մեր հայկական կողմից մեր հայկական կողմը պարտված էր արդեն, այսինքն Արցախը արդեն Ադրբեջաներ ու վերջ։ Չէ, տեսեք, մի րոպե։ Դա արկախ է։ Եթե չկար ստատուսի հարց, որոշակի գոնե, չգիտեմ, ինչ-որ պայմաններ, որով հետո մենք, չգիտեմ, այն վաղ օրինակ 16 թվականի առաջարկում կար գոնե ներողություն Կազանում կար որոշակիություն, որ 5 տարի հետո տեղի կունենա հանրաքվե։ Բայց արդեն 16 թվականի առաջարկներում այդպիսի բան գոյություն չուներ, այսինքն ստացվում էր այն որ ասում էին տարածքներ ոչինչի դիմաց, խաղաղության դիմաց, խաղաղության դիմաց կամ խաղաղության երաշխիքների դիմաց։ Չէ, բուֆերային Եվ այն երկուսը կապվում էր այդ անվտանգային երաշխիքների հետ։ Ոչ, մի րոպե, հիմա դա եք ասում, 19-ին ուրիշ էր, 16-ին ճիշտ է։ Մի րոպե ասեմ։ 9 թվականի առաջարկը այդ երկու շրջանները Խարվաճարը եւ Լաչինը պիտի վերադարձվեին վերահսկողության ներքո։ Տեսնում եք էլի լավ բան է մեզ համար, էլի ասենք բոլոր դեպքերում։ Դե հիմա տեսեք մի շերտով որնայ, լավ բան է։ Չէ, հիմա տեսեք։ 5 շրջանները վերադարձնելու թեման միշտ եղել է, դա անես չի որ էլի, այս մենակ էս փաստաթղթով էր։ 5 շրջանները վերադարձնում էին, որտեղ վերադառնում միշտ եղել է, բանը պահանջել հայկական կողմը։ Որտեղ վերադառնում էին Ադրբեջանը վերադառնում էր 5 շրջաններ, 2 շրջանները բացառությամբ Լաչինի Միչանսկի, անցնում էր ՀԱԿ-ի վերահսկողության ներքո եւ Կրակովի առաջարկով դա անցումային վերահսկողություն էր կոչվում, այսինքն մի իրավիճակից, այսինքն 16 գործող ստատուս քվո իրավիճակից, որը հայկական վերահսկողություն էր ենթադրում, հայկական վերահսկողությունից անցնում էր նոր ստատուս քվոյի, իսկ այդ ստատուս քվոն ինչ է նշանակում։ Ակնհայտորեն ադրբեջանական չէ հետագամ, եթե անցումային բան է դրվում, ինչի էր անցնելու, ինչի էր վերածվելու, այսինքն հայկական վերահսկողությունը դա ինչա կան, եթե անցնում է ինչա կան ձեր կարծիքով ասում։ Անցումային վերահսկողություն Խարվաճանը եւ Լաչինը մնում էին ուր։ Մնում էին ԵՀԿ վերահսկողության ներքո։ Մնում չէ, դառնում էին։ Այո, հետ անցումային միակողմանիություն էլ չկար, որ հիմա ոնց որ ասում են, չէ, Լավրովի պլանն էր, միակողմանի ռուսական ծրագիր էր եւ այլն։ Չէ, այլ դա Մինսկի խմբի ծրագիրն էր, ավելի շատ ներկայացել, որը Մինսկի խմբում էլ ավելի շատ ներկայացված էին թվականակով, եթե վերցնենք, այսպես կոչված հավաքական արևմուտքի երկրներ, չէ, ամերիկան, չէ, ամեն դեպքում ամերիկան ու Ֆրանսիան։ Չէ, ուղղակի ինձ հասկանալի չի, լավ, դուք հիմա ուզում եք հիմնավորել, որ այդ փաստաթուղթը մեր կողմից չկատարել կամ չընդունելը ճիշտ էր։ Ես հիմա պարոն Խաչատրյան, հիմա մի հատ վերադառնանք 2019 թվական։ 2019 թվականի առաջարկով նշված էր, որ տարածքները Հայաստանը վերադարձնում է 5 շրջանները, հանրաքվեի հարց չկա,
ոչ մի բանի հետ չի կապվում այդ հանրաքվեն, այսինքն մենք գիտենք չէ որ հանրաքվե տեղի չէր ունենա։ Ընդունենք։ Հանրաքվե տեղի չէր ունենա եւ պարոն Խաչակյան, նաեւ միջանկյալ կարգավիճակի մասին կետը, որը 2011-ին կար, այդ միջանկյալ կարգավիճակի եզրույթն անգամ գոյություն չուներ։ Այսինքն մենք 5 շրջաններ տալիս էինք բացարձակապես ոչինչի դիմաց, համաձայն եք պարոն Խաչակյան, ինչի դիմաց։ Որովհետև հստակ նշվում էր, որ ԵԱԿ Մինսկի խմբի կողմից պետք է նախաձեռնվի խաղապահ կոնտինգենտ ներգրավելու գործընթաց, որը պետք է լինի ՄԱԿ-ի ռեզոլյուցիայի հիման վրա փաստաթղթերում։ Շատ լավ։ 96 Հիմա դա ոչ մի բան չի, եթե Ադրբեջանը դրան համաձայնում է։ Ադրբեջանը զիջում էր այնտեղ շարունակաբար ապրող Հայաստանի բնակչության, այո, դա զիջում է այսօրվա համեմատ իհարկե բա այսինքն այսօրվա համեմատ դուք 2015 թվական վերադարձեք պարոն Խաչակյան, ինչի՞ դա համեմատենք այսինքն։ Ասեք ինչի՞ դա համեմատենք։ Եթե տենցա պարոն Խաչակյան, ուրեմն այդ փաստաթուղթը թող ընդունեն 96 թվականից։ Եթե 96 թվականին այդ փաստաթուղթ ցանկացած ընդ որում, ցանկացած առաջարկ, որը ուզում եք, եթե ընդուներ հայկական կողմը 96 թվականին տված առաջարկներից որևէ մեկը եթե Հայաստանը ընդուներ, ապա նույն ավելի լավ տարբերակներ կլինեին, քան 2019 թվականի առաջարկներն, ահա, սպասեք, մի ընդհատեք, ավարտեմ։ Առաջարկներն, հետեւաբար 96 թվականից հետո եղած բոլոր զոհերը չէին լինի 96 թվականից սկսած մեր ճանապարհները ապա շրջափակված կլինեին, այո, Բաքու այդ Ջեյանը կանցներ հայկական Հայաստանի ճանապարհ, գուցե չէ, այդ բանը նախ Ամերիկան առաջարկում էր, դա էլ է գաղտնաձեռնված։ Չէ, չգիտենք, գաղտնաձեռնված է։ Լավ է, այդ ճանապարհ Բաքու Ջեյանը կանցներ Հայաստանով, հարաբերությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորված կլինեին, որովհետև Թուրքիան այն վաղ կապումեր էլի ինչպես հիմա։ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորման հետ, այսինքն այդ հիմա որ խաղաղության տարաշրջան ենք ասում, դա տեղի կունեցած կներ առնվազն 2000-ական սկզբին, չէ՞։ Ընդունենք։ Հիմա այսինքն հայկական կողմերը, երկու կողմերը, Արցախն ու Հայաստանը, դրանք չեն ընդունել 96 թվականից սկսած, ընդ որում ավելի լավ առաջարկներ, եւ եկել հասել է 2019 թվականին, որ տակ մնացել է ոչինչի դեմ, այսինքն վաղ կոնե կարգավիճակի դիմաց էր ասվում, մինչև Կազան ասում, նույնիսկ միջանկյալ կարգավիճակ, հանրաքվեր, նույնիսկ ասվում, այսինքն դրանք են դուրս եկել, բայց Հայաստան դրանց պետք է համաձայներ, եւ այն դեպքում եք դուք դա ասում, որ 2020 թվականի պատերազմը տեսել եք, հիմա կանգնում եք ասում եք, այսինքն հիմա գնենք մենք երկնքից իջնենք, ասենք, օ, մենք եկել ենք, ոչինչի դիմաց պատրաստ ենք տալ, որպեսզի այնտեղ հայեր ապրեն։ Ընդամենը հենց այնտեղ ապրեն ապրող հայերի հարցը հենց արդեն ոչինչի դիմացը չի։ Դե հենց այդ եմ ասում, 2019-ին դուք սենց էիք տրամադրված, սենց էիք ասում, Հայաստանի համտե մի քաղաքացի կար, որ համաձայն, նույնիսկ հակը, ես համաձայն եմ ձեր հետ, ես համաձայն եմ ձեր հետ, կներեք էլի թողեք արձագանքեն։ Ձեզնից հենց այդ ասեմ ինչ ենք ձեզնից։ Ասեմ ձեզնից ինչ ենք ուզում։ Ասեմ ձեզնից ինչ ենք ուզում։ Ամբողջ նախահեղափոխական հանրապետական քարոզչությունը հայ հանրության նկատմամբ եղել է, որ մենք չենք զիջելու ստատուսի հարցը, որ դա կլինի զիջում ոչնչի դիմաց, մենք այդ զիջմանը պատրաստ չենք գնանք, իրականացվել է այդ քարոզչությունը եւ մենք բոլորս այդ հանրապետականի ժամանակահատվածում այո բոլորն էին այդ ասում հանրապետականի քարոզչությամբ չէ հանրապետականը քարոզում էր ասում էր մենք այս փաստաթուղթը չենք ընդունում իսկ անգամ հակը համաձայն չէր ոչինչի դիմաց լավ ընդունենք հասկացանք այսինքն մեր ամբողջ հանրությունը համարում էր որ պետք չի գնալ այս փոխզիջումային տարբերակին հիմա 19 թվականին ըստ ձեզ Գործող իշխանությունը դուք Նիկոլ Փաշինյանը վարվել է ճիշտ նույն կերպ, ինչը որ հանրապետականը քարոզել է մեր երկրին, մեր բնակիչներին, եւ այդ նույն մտայնությամբ իշխանությունը վերցրել է եւ կայացրել է որոշում։ Լավ, ընդունենք իշխանությունը եւս այդ քարոզչության մաս է եղել։ Բայց ասում եմ կներեք, պարոն Խաչակյան, որ իշխանությունը ավելի ոչ մի զոհ է եղել, շատ լավ։ Ահա, ավելի ոչ մի թիզական չէր իշխանությունը, այսպես մի որոշակի ժամանակահատված։ Այդ մասը զեղչենք։ Եկեք այդ Արցախը Հայաստան էր եւ վերջը։ Եկեք զեղչենք։ Եկեք Արցախը Հայաստանը եւ վերջ եւ այլն։ Եկեք այդ մասը թողեք ես ավարտեմ։ Թակարդն է, որ ես ավարտեմ։ Եկեք այդ մասը զեղչենք եւ ինչ որ ինչպես պարոն Հակոբյանը ընդունեց, որ գործող իշխան քաղ պայմանագիրն էլ վարվել է որպես այդ քարոզչության զոհ ինձ այդ ձևակերպումը լրիվ ձեռք է տալիս հա ես այդտեղ չեմ ուզում ինչ որ բան ավելացնել կամ պակասացնել իշխանությունը եղել է քարոզչության զոհ չէ այդ մասով բայց հա որ մենք էլ ենք դե համարում ենք որ դա ոչ մի բանի ոչինչի դիմաց շատ լավ
Հիմա երբ որ մենք post factum ենք քննարկում, չէ, հիմա մենք բանավեճում ենք, դուք էլ ինձ հարցնում եք, ասում եք ինչի դուք այն ժամանակ ուրիշ բան եք ասում, ես էլ ասում եմ, չէ, ճիշտ է, ես այդքան ինֆորմացիա չունեի, ինչքան կարող ուներ վարչապետը, բայց ընդունենք ես էլ եմ նույնպիսի զո, ինչպիսին վարչապետն էր, բոլոր իր զեկույցներով, հետախուզության եւ այլն։ Իմ հարցը հետեւյալն է. ինչպես կարող եք դուք նայել այսօրվա այդ փաստաթղթին եւ այսօրվա վիճակին Եվ չասել, որ այս փաստաթուղթը ճիշտ կլիներ, որ մենք ի վերջո համաձայնենք, որտեղ այսօրվա վիճակը ավելի վատ է։ Հիմա պարոն Խաչատյան, ճիշտ կլիներ, եթե տենց մենք post factum ենք նայում, չէ՞։ Հիմա post factum նայենք, ասում ճիշտ կլիներ, որ մենք չհասնեինք իրավիճակ 2020 թվականի պատերազմի եւ դրա հետևանքներին ու 96 թվականին մենք ընդունեինք այդ տարբերակը։ Բաքու Ջեյանն էլ անցած լիներ Հայաստանի տարածքով, այսինքն իսկ 2019 թվականին արդեն պարոն Խաչատյան, ոչ միայն մենք չենք, որովհետև այն ժամանակ գոնե տարածքները կարգավիճակի դիմաց էին, տարածքները միջանկյալ կարգավիճակի դիմաց էին, տարածքները հանրակրվեի 5 տարի հետո տեղ ունեցող հանրակրվեի դիմաց էին։ Իսկ այո, դա փոխզիջումն էր, որից հրաժարվել են, բայց մեր ժամանակ արդեն փոխզիջում էլ չէր։ Մեր ժամանակ միակողմանի զիջում էր, որովհետև արդեն մեր ժամանակ տարածքները 19-ին 2019-ին այո արդեն 2019-ին արդեն տարածքները ոչ կարգավիճակի դիմաց էր, ոչ հանրակրվեի դիմաց էր, ոչ միջանկյալ կարգավիճակի դիմաց էր, տարածքները ոչինչի դիմաց էր, տարածքեր չպատերազմի դիմաց էր։ Էն էլ մենք չգիտենք որովհետև Սերժ Սարգսյանը իր նամակում Վլադիմիր Պուտինին ուղղված։ Մի ասում եմ, հենց այդ եմ ասում։ Սերժ Սարգսյանը իր նամակում անդրադառնում է այդ կետին, ասում է Ադրբեջանի նկարտումները ավելի ու սուր են տարում, ավելի ռազմատենչ են տարում, ու անգամ այդ տարածքները մենք զիջելուց հետո մենք բուֆերային կոտի ենք կորցնում, սահմանները ավելի երկարում են, մի քանի անգամ ավելի երկարում են այդ սահմանները։ Ու եղած երաշխիքները չեն կարող ապահովել մեր անվտանգությունը, որովհետև մեր անվտանգային մտահոգությունները ավելանում են։ Այսինքն եթե դա ո՞նց եղավ որ երաշխիքներ ունեցան։ Հիմա մենք տեսել ենք, չէ՞, խաղապահների քթի տակ ինչ է կատարվել 2023 թվականին Արցախում տեսել ենք, չէ՞, ինչ է կատարվել։ Այսինքն նույն բանը ինչու՞ չէր կարող տեղ ունենալ 2019-ից հետո օրինակ։ Եթե դրանք համարենք, որ բան էին, այտենց երկաթբետոնե երաշխիքներ էին։ Այսինքն տարածքները ոչինչի դիմաց էին ըստ Ասեք, որովհետև մենք քննարկում ենք մի իրավիճակ, երբ որ ռուսական խաղապահները մի քանի օրում տեղակայվեցին, միայն ռուսական կոնտինգենտներ եւ չուներ որևէ հավանություն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից եւ հետագայում էլ ըստ էության բացի մի քանի փաստաթղթերում հիշատակումներից այդպես միջազգային ճանաչում չստացավ։ Կարելի է մի բան ընդհատեմ, որովհետեւ պարոն Խաչատյան, արդյոք այդ փաստաթղթերն էին իրեն խանգարում կամ միայն իր կողմից խանգարում, որպեսզի ինքը իրավիճակի միջամտեր։ Եթե փաստաթուղթ ասում են, իրենք ասեն փաստաթուղթը չկա, դրա համար չենք կարող միջամտել։ Մի քիչ ուրիշ հարց է։ Հիմա մենք դե հրապարակված փաստաթղթերն ենք քննարկում, այդ այլ հարց է։ Չէ, պարոն Հակոբյան, կներեք պարոն Խաչատյան, մի որովհետև այս փաստաթղթում հստակ ասվում է, որ նախ պետք է ընտրվեր խաղապահ կոնտինգենտ, ստանար ՄԱԿ-ի անվտանգության երաշխիք, եւ մենք օրինակ քննարկում ենք Կոսովոյի հարցը, որը Սերբիայի կողմից չի ճանաչվել, ստացել է միջազգային ճանաչում, տեղակայվել են խաղապահներ։ Հնարավոր է արդյոք մի օր առաջիկա ապագայում Սերբիան որոշի ուխտադրուժ կերպով հարձակվել եւ այդ խաղապահներին չնայել եւ Կոսովոյի բնակչության դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնել։ Տեսականորեն հնարավոր է։ Այդ նույն չափ հնարավոր կլիներ, որ այս փաստաթղթի իրականացման դեպքում դա տեղի ունենա։ Բայց ինչու տեսականորեն, պարոն Խաչատյան, մենք 2023 թվականին տեսել ենք տեսականորեն եւ գործնականորեն ինչով էր ուրիշ։ Իրավիճակը բոլորովին ուրիշ է։ Ինչու՞ ժամանակ ստորագրված փաստաթղթեր մակով։ Ոչ, այն ժամանակ որ Արցախի հայաթափանն է, ասեք, պարոն Հակոբյանը ձեզ ակնարկում է, որ դուք պատասխանեք, ինչի հայաթափվեց Արցախը։ Ռուսաստանի մեղքով 20 թվականին արդեն Հայաստանը նոյեմբերի 9-ով համաձայնել էր ոչ թե միջազգային խաղապահ կոնտինգենտ, ՄԱԿ-ի ռեզոլյուցիա եւ այլն, այլ համաձայնել էր ռուսական խաղապահ առաքելությանը Ռուսաստանի պայմանների հիման վրա, այսինքն դա այլ Մինսկի խմբի շրջանակում չէր, դա Նիկոլ Փաշինյանը, պարոն Խաչատյան, կներեք, ձեզ մեղադրում են Ռուսաստանին, որ Ռուսաստանը չի կատարել, պարոն Հակոբյանը հաստատել խոսքերը իր իրավապայմաններին պարտականությունները։ Դա անելուց հետո, երբ
արդեն մենք նոյեմբերի 9-ին համաձայնել էինք։ Մենք գնացինք Շարլ Միշելի, Մակրոնի եւ Շոլցի հետ քննարկելու Արցախայցյան իրավունքները։ Եվ քանի որ այդ համաձայնության հենքը ըստ էության Ռուսաստանի հետ էր, ոչ թե միջազգային հանրության եւ ինքը առանձնապես պայմանագրահեն չէր, տակը մի հատ նոյեմբերի 9-ի հայտարարություն կա։ Պարոն Խաչատրյան, դա ասում պայմանագիրներ խանգարում Ես ասում եմ Ռուսաստանի ընկալումը այնպեսին էր, որ դուք մեզնից 20 թվականի նոյեմբերի 9-ին հայցել եք անվտանգության ապահովում Արցախայցյան, հետո ձեր կարծիքը փոխել եք եւ սկսել եք այդ անվտանգությունը հայցել եվրոպացիներից։ Երբ ենք մեր կարծիքը փոխել։ Հենց դա է Ռուսաստանը ձեր քաշեց Արցախը։ Չէ, շատ կներեք, սա էս ինչ մանիպուլյացիա է։ Եվ ընդհանրապես ավելի մի րոպե կներեք։ Ռուսաստանից չենք իր աշիկներ ուզել, հետո կասել ենք լավ դե։ Բայց ինչի գնացել Պրահա, պարոն Խաչատրյան, ինչ գործողություններից, ինչ իրավիճակից, ինչ իրադարձություններից հետո են գնացել Պրահա։ Մի րոպե, արդեն իսկ այդ հանդիպումները սկսվել էին։ Պարոն Խաչատրյան, մի րոպե։ Ժամանակագրությունը փնտրել։ Փնտրեք ժամանակագրությունը։ 2020 թվականի խաղապանների տեղակայումից հետո եղել է Խծաբերդ 62 շիրակցի կերիներով։ Եղել է Փարուխ, եղել է Էլի միտեղում էլի ադրբեջանական կողմը առաջ է գնացել, էլ չեմ ասում հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքների վրա։ Դրանից հետո երբ որ ռուսական կողմը չի միջամտել իր պարտավորությունը չի կատարել արդեն Հայաստանի նկատմամբ, այդ ժամանակն որ Հայաստանի իշխանությունները որոշել են գտնել Պրահա։ Այսինքն ինչ նշանակում է։ Առաջին անգամ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Մակրոն Միշել 2021 թվականի դեկտեմբերի 15-ին, այսինքն դա ստացվում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից 1 տարի անց, արդեն մենք սկսել ենք հարթակը փոխել դեպի Եվրամիություն եւ Բրյուսելում 21 թվականի մայիսին հիշում եք ինչ իրավիճակ էր, ինչ իրադարձություն էր։ Սև լճի ներխուժումը, որի ժամանակ, եթե ես ճիշտ եմ հիշում, ասեք, եթե սխալվում եմ, էլի ասեք, մեր վարչապետն ասաց, որ մի քանի մի բլուրի համար հո պատերազմ չենք սկսել։ Սյունիքի հետ կապված է, որ ձում մունա գալիս այդ բլուրի համար։ Եթե չեմ սխալվում, տենց հայտարարություններ արել։ 2021 ընտրություններից առաջ, ընտրություններից առաջ ընտրություններին, երբ որ վարչապետը արդեն հրաժարական էր։ Հիմա 20 թվականի մայիսին, եթե մենք ասում ենք, որ գիտեք, 21-ի մայիսին, եթե մենք ասում ենք, որ դա տենց մի առանձնապես երևելի իրադարձություն։ Բայց ինչու ենք տենց ասում, որովհետև մեր ռազմավարական դաշնակիցը տենց ասում է, ես պատրաստ եմ քեզ աջակցեմ, եկի ասում եք դե լավ, որ աջակցում ես, բայց մենք մեկա գնում ենք չենք կռվում։ Ռուսական հարթակներից հեռացել եք։ Ոչ հեռանակի, որ ռուսական հարթակը մեզ ասում է, գիտեք, գնացեք վիտամին Ձերժից էս։ Ուրեմն 21 թվականի դեկտեմբերին եղավ Բրյուսելում Մակրոն Միշել Փաշինյան Ալիև հանդիպումը։ 22 թվականի փետրվարից տեսազանգ Մակրոն Միշել Փաշինյան։ 22-ին մարտի 25-ին եղավ նոր Փարուխը։ Փաշինյանը պետք է ընդհանրապես չհարաբերվեր, արեմուտքի գործընկերների հետ։ Այդ հայտարարություններն էլ էս ամեն քննարկենք ինչ հայտարարություններ էին։ Հարաբերվելու մասին քննարկում էին անվտանգության երաշխիքները։ Չէ, մի րոպե, որովհետև երբ որ մեր ռազմավարական գործընկերավորությունը հանդիպեց ուղակի Միշելի հետ։ Ես ասում եմ Միշելի Մակրոնի հետ արդեն սկսել էին քննարկել Արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը։ Չէ, բայց այսինքն սպասին դե հաջորդ Փարուխը որտեղ կլինի, երբ պետք է լինի, հաջորդ Սևլիչը որտեղ ու երբ պետք է լինի, հա։ Որ չընդհատեիք իմ ժամանակագրությունը հստակ կգնար 21 թվական դեկտեմբեր Բրյուսել, 22 թվական փետրվար Մակրոն Միշել Փաշինյան հաջորդ բանը, նոր 22 թվականի մարտին Փարուխ Քարագլխի բարձունքի գրավում մարտի 25-ին։ Այս ժամանակագրությունը ես հանել եմ, որտեղ պետք է հստակ հասկանալ, որտեղ մեզ ասում են ու միշտ են ասել, որ Փարուխից հետո մենք որոշեցինք գնալ Եվրոպա։ Փարուխից հետո չէ, Փարուխից լճերից հետո, պարոն Խաչատրյան։ Շատ լավ։ Որից հետո, որ Հայաստանի վրա էին արդեն հարձակվում մեր ռազմավարական գործընկերներ, ասում էր գիտեք, դե դա սահմանային դից մի մետր էս կոմենտ։ Ես համաձայն եմ, գիտեք, ռուսները իրանց պարտավորություն չեն կատարել։ Մի քանի 100 հեկտար տարածք զիջեցին։ Դա ես ընդունում եմ մեր բոլորիս համար ասարսուր։ Ռուսները չեն զիջել, ռուսները մենք տեսել ենք, որ ռուսների վրա չեն կարող հույս դնել, ու մենք պետք է անվտանգության նոր երաշխիքներ ընդունեցինք։ Եվ սկսեցինք անվտանգության նոր երաշխիքներ փնտրել։ 22 թվականին ապրիլին Բրյուսելում Միշել Փաշինյան Ալիև, մայիսին Բրյուսելում Միշել Փաշինյան Ալիև, օգոստոսին
Միշել Ալիև Իսկ ռուսականները չեք անել, մենակ ալբանյանն Ինչ եղել է Արցախի հետ կապված, ամեն ինչ անել են։ Այսօր կհասնենք օրինակ ապա շրջափակման, սահմանազատման, սահմանակցման հանձնաժողովի որտեղ բարձրաստիճան, այսինքն որտեղ վարչապետ Փաշինյանը հանդիպել է, դե ցանկը ես անել եմ վարչապետի Ալիևի ու երրորդ երկրների ղեկավարների։ Այսինքն որ հանձնաժողովը ստեղծվել Ռուսաստանից համատեղ է թե չէ, որ սահմանազատման, սահմանակցման, դուք դա չեք թողում այս ժամանակագրությունը։ Դուք մենակ ձեր ուզածն եք ասում, հասկացա։ Դուք ձեր ուզածը կասեք, բայց ես ու ձեր ուզածը Վարոն Ապոչյան չեմ ասել։ Ես մտածում եմ փաստեն եք ասում։ Այսինքն բանավեճը հետաքրքիր երկուսն են կա փաստերից։ Ես մեր հարությանը ներկայացնում եմ այն ժամանակագրությունը, որը բանակցել է Նիկոլ Փաշինյանը։ Միայն արեմեցան ուղղությամբ։ Չէ, ես ներկայացնում եմ բոլորը։ Հիմա որ թողնեիք, ես ռուսականին էլ կասեմ։ 22 օգոստոս Փաշինյան, Միշել Ալիև։ 22 սեպտեմբեր արդեն սեպտեմբերյան պատերազմն է լինում, այսինքն արդեն մի 6-7 հանդիպում եղել էր, որտեղ մենք երաշխիքներ էինք փնտրում եվրոպական կողմից։ Գալիս է սեպտեմբերյան պատերազմը, 22-ի հոկտեմբերին նոր լինում է Պրահայի հանդիպումը, 22-ի հոկտեմբերին հայտնի արդեն Սոչիի հանդիպումը, որտեղ Ալիևը ասում է կարգավիճակի հարց չկա Պուտինին, եւ դրանից հետո մեժում է առաջակա։ Հա, եւ դրանից հետո արդեն փակվում է Լաչինը։ Մենք շարունակում ենք դեռ գնում ենք Մյունխեն, Բրյուսել, Քիշինև եւ այլն, ու գալիս է Ղարաբաղի լուծարումը։ Իմ պնդումը հետեւյալն է։ Չէ, բայց նաեւ ես ավելական որ դուք չեք ավելացնում, ես ավելացնում։ Չէ, բայց պետք է ամբողջական։ Հա, ես ասեք։ Փող վարչապետի մասնակցությամբ երկու հանձնաժողովները գումարած դրանք ռուսական ուղղությամբ։ Գումարած դրան նաեւ առաջարկները Արցախյան ղեկավարներին գնալ բանակցությունների ադրբեջանական կողմերի հետ, որից հրաժարվել։ Ես ասում եմ չի եղել տենց բան։ Եղել է հասկացա։ Ես պրոստը հավելում եմ։ Պարոն Խաչատյան, ամփոփել իմ պնդումը։ Իմ պնդումը, ամբողջ պնդումը հետեւյալում է, որ որ ողջամիտ էր, որ հայկական իշխանությունները զգային, որ ռուսական միջնորդությունը խարխլվում է հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո, ակնհայտ է, Փարուխի դեպքը վատահազանգ էր, չասենք մի ճարտարապետության քանդվել էր նոյեմբերի 9-ի, վատահազանգ էր, պետք էր, որ Հայաստանը փորձեր փնտրել եվրոպական այլընտրանք հայ-ադրբեջանական միջնորդական առաքելության, պետք էր փնտրել, դա էլ էր ողջամիտ։ Իմ ասածը հետեւյալն է, երբ 23 թվական մենք հասել ենք այդքան բանակցային տրեկով եվրոպացիների հետ, եւ ի վերջո տեսել ենք, որ չէ, ամեն ինչ գնում է Արցախի հայաթափմանը, ու մենք դեռ շարունակում ենք մտածել, որ այդ լավ ուղղություն էր, իմ ամբողջ կոնֆլիկտը սրանում է։ Այ կոնֆլիկտ ունեցեք։ Ես մի կարճ համեցեք, ես ուղղակի մի բան եմ ուզում կարևոր։ Մենք հասկացել ենք, որ երրորդ կողմի միջամտություն, միջնորդություն, երաշխիքը այնքան էլ աշխատող տարբերակ չի, ու եթե մենք ինքնուրույն չենք կարողանում մեզ ապահովագրել, այդ երրորդ կողմինը կարող է պետք լինի, կարող է հիմա մենք ոնց չաշխատի, ապահովագրեցինք, բայց հետո եմ ասում, սպասեք։ Դրա համար մենք Ղարաբաղի իշխանություններին առաջարկեցինք, ասացինք, ոնց որ թե չի աշխատում, ոչ Ֆրանսիայի, որ Արայք Հարությունյանը փորձում է Ֆրանսիայի քաղաքապետի թե նախագահի հետ ուզում կապվել բան։ Ասում ենք, ոչ այն կողմն է այտենց լավ աշխատում։ Ոչ էլ, որովհետև ասում են մենք ռազմավարական գործընկեր չենք, գործընկեր Ռուսաստանը գնա իր խաղապարն այնտեղ գնա տես գլխի ճարը։ Այստեղի ասում են, գիտեք, չենք կարող ռեսուրս չունենք Ուկրաինայի հետ պատերազմի եւ անչնայած մինչեւ պատերազմը մի չգիտեմ ինչեր չէին արել։ Այստեղ չի աշխատում։ Այստեղ չի աշխատում։ Դե չէ, չեմ ասում, դե ինչ որ եղել է։ Մենք ինչ ենք առաջարկում, ասում ենք ժողովուրդ, գնացեք, Ալիևն էլ առաջարկում է, ասում է երկկողմ բանակցություն, գնացեք։ Ինչ կասի, չեմ ասում գնացեք լրիվ, ինչ ասում է համաձայն, գնացեք տեսեք ինչ ա ուզում։ Համաձայն չեք լինի, կասենք չէ, բայց այս Ղարաբաղի իշխանությունները հրաժարվեցին այդ բանակցություններից։ Այսինքն մենք փորձել ենք բոլոր տարբերակները, բայց ասում եմ ես ուրիշ մի բան եվրոպական ուղղությունը, թե ռուսական ուղղությունը, Ղարաբաղը չի հրաժարվել։ Ես չեմ ստորագրել լուծարման փաստաթղթը, Շահրամանյանի ով է Շահրամանյանը։ Ինքը պաշտոնական թղթով բան է։ Եկեք մի հատ տեղել այդ հարցն հասկանանք, էլի։ Եկեք այդ հարցն հասկանանք։ Հայաստանյան իշխանությունները իրենց վրա պատասխանատվություն զգում էին, որ չի կարա Շահրամանյանը ընտրվի նախագահ, չի կարելի դա թույլ տալ։ Այսինքն ոնց պետք է թույլ չտայինք, պարոն Խաչատյան։ Ասեմ, հիմա գալով մեր օրեր, էլի, ոնց հիմա Հայաստանի վարչապետը թույլ չի տալիս, որ մի կառույց, որը կապ չունի իր հետ պետական համակարգի բուրգի հետ, միջամտում է այդ կառույցի գործողությանը, ասում է, այս կառույցի ղեկավարը վատնա։ Ով։ Վեհափար Գարեգին կաթողիկոսը։ Իր գործը չի է, բայց միջամտումը ասում է, այստեղ խնդրեմ կա։ Հիմա կներեք
այնտեղ պետական անվտանգության խնդիր էր։ Դուք ասում եք Շահրամանյանը գիտեք այդ պարագայում ես գիտեք ի Շահրամանյանին չեմ կարող մեղադրել։ Չէ, ամփոփեմ պատասխանեք։ Ես ինչի Շահրամանյանին չեմ կարող մեղադրեմ։ Այդ մարդը այդ հարցի մեջ պատահական մի հատ գործոն է, պատահական։ Բայց պատահական գործոնին իշխանության են բերել նախկին երկու նախագահներ Հայաստանի եւ Ղարաբաղի նախկին երեք նախագահներ։ Այսինքն ստացվեց, որ հայաստանյան իշխանությունները Ղարաբաղում կատարվող իրադարձություններից ձեռները լվացել էին, որ վերջում հայտնվեր մի Շահրամանյան ու ստորագրեր այդ փաստաթուղթը։ Այսինքն որ ասեր խելքները այդ գլուխները հավաքել, ու չի կարա փոխվի նախագահ։ Այսինքն ոսպի ասեին, պարոն Խաչատյան։ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշումը միշտ եղել այն, որ ես չեմ միջամտելու այդ գործերին։ Ինչքան հնարավորություն եղել միջամտել ասել որ Ժողովուրդ ջան գնացեք բանակցեք գնացեք բանակցեք հիմա ինչքան ընդհանրապես անհրաժեշտ չի միջամտում այ եկեղեցու գործերին բայց այնքան ինչքան անհրաժեշտ էր միջամտել որ ասել խելքներդ գլուխներդ հավաքեք չի կարելի Հարությունյանին ասել հրաժարական մի տուր այո իր ձեռքը վերցներ Չի կարող այդ մարդը ղեկավարի։ Ուրեմն այնտեղ չէր կարող ինչ-որ մեկը մի բան անել կամ չանել, այն իրավիճակում երբ մենք զգում ենք, որ իրենց գործողություններից բան է կախված։ Պարոն Խաչատյան, հիմա դուք այստեղ նստած։ Բայց ինչով է այդ մի բանը ժամանակ ասել եք, էլի դրա համար։ Այդ պատասխանը ես իմանալ։ Շահրամանյանի նախագահ դառնալու հանգամանքը ինչով էր աղետալի։ Եթե Արայք Հարությունյանը մնար նույնը չէր լինի, նույնը չէր լինի։ Մի րոպե, եթե ինքը միջամտեր, ինքը պատասխանատվությունը վերցնում էր, որից հետո եթե Արայք Հարությունյանը ուղղակի բանացելու մեռանը կասելով կազմակերպել բանացում չէ ուղղակի եթե ասելով չի պարոն Խաչատյան հիմա քանի անգամ կոչ արեցի Գարեգին վերապարը թող հրաժարական չի տալիս բայց դուք գործողություններ եք ձեռնարկում կլներ այդ գործողություններին ժամանակ անել այսինքն փակ Ղարաբաղում այդ գործողություններ ձեռնարկել փակ Ղարաբաղում ո՞րն է այդ ամբողջ ընթացքում այսինքն այդ ամբողջ ընթացքում դուք թողել եք այնտեղ մի հատ իրավիճակ ձևավորվի որ իրանք որոշենում ընտրենում չընտրենում ամբողջ քաղաքական դաշտը չի ուզում մի լուծում չի ուզում ամբողջ քաղաքական Եվ մի ուժ ընդամենը կանգնում ասում է ընդ որում հանրային ասում է հրապարակային ասում է ներքինով ասում է այդ ոնց կարող է միջամտել այսինքն գնաս զենքով ասի sense պիտի Արայք Հարությունյանը բանել պիտի գնա բանակցի նման բան չկար թե քաղաքական դաշտերին ժամանակ ասում են մենք այդ լուծումը չենք ուզում եթե պետք էր ուղարկել բանակցություն պետք էր ուղարկել նույնիսկ նախագահ փոխեցին ոչ քաղաքական դաշտ չի ուզում եթե չի ուզում ոնց նախագահ փոխում այդ բերում որտեվ դուք թողել եք որ այդ նախագահը երկու նախքին այսինքն տեսեք դուք իշխանություն ստանձնելուց Ով է իշխանություն ստանձնել։ Մեկ շտապ 6 տարի 5 տարի անց 18-ից հետո եմ ասում 18-ում Հայաստանում այո այսինքն 18-ից մինչև 23 թվական դուք այնպես եք կառավարել որ Հայաստանի երկու նախկին նախագահները մի հատ մեծ հայկական օղակտորի վրա դեռ քաղաքական ազդեցություն են ունեցել ու մի բան էլ մեզ եք ասում Այսինքն մենք ժամանակ խոսք չանենք որ քաղաքական այդ մարդիկ ունեն դաշնակցություն կան դեռ գործում հա Ղարաբաղում դաշնակցություն կա գործող քաղաքական միավորումներ կան այսինքն մենք դուք ուզում եք որ մենք բռնապետ Նիկոլա կար տես բանն եմ ես եկել եմ ընտրված վարչապետ եմ չգիտեմ ինչ եմ ու Ղարաբաղում տես դիկտատուրա հաստատել հա այսինքն ինչ գնեք կամ Փաշինյանը ինքը խառնվում է այն գործերին որոնք ազդեցություն ունեն Հայաստանի վրա որ հիմա դուք հիմա կայկասեք այ Նիկոլ Փաշինյանը գնաց միջամտեց Ղարաբաղի գործերից որ Արայք Հարությունյանը ինքը պատասխանատվություն կվերցնի հիմա տեսեք դուք ասում մի րոպե դուք ասում եք որ եթե մի րոպե դուք ունեք համոզմունք որ եթե ինքը Շահրամանյանը կամ դրանից առաջ Արայք Հարությունյանը գնային բանակցությունների Ադրբեջանի հետ հնարավոր է իրավիճակը ավելի կառավարելի լինի ես չգիտեմ բայց հնարավոր է այո ենթադրում եմ ես էլ եմ այդպես ենթադրում եւ հիմա կարծում եմ որ եթե Փաշինյանը չի օգտագործել իր իշխանությունը Հայաստանում որպեսզի կարողանա այդ կանոնակարգումը իրականացնել այնտեղ կներեք ինչ են քննարկում գիտեք ինչ հիշեցի պարոն Խաչատյան ուրեմն Լաչին Միչանսկը փակ է այո իշխան թե Իշխանյանը ազգային ժողովի նախագահը արտաբանում Արցախում ընտրվել է ու 100 օրն է իր պաշտոնավարման ասուլիս է տալիս լրագրողներին Արցախի լրագրողները հավաքվել են ասուլիս է տալիս հերթով կարդում հարցերը գիտեք այդ պայմաններում ինչից է խոսում ինչից գիտեք ինչից է խոսում ասեք Արցախի անկախությունից ինքը խոսում է որ այլ տարբերակ ընդունելի չի Արցախի անկախություն այսինքն դուք հասկանում եք փակ Լաչին Միչանսկը փակ է 2020 թվականի պատերազմից հետո է ասում այդ մտածողության մարդիկ են եղել այնտեղ ու ոչ քաղաքական այդ մարդը նոր պաշտոն է ստանձնել այնտեղ ազգային ժողովի նախագահ է դարձել այսինքն քաղաքական
համակարգի մեծամասնությունը իրան դարձրել է պաշտոնյա ազգային ժողովի նախագահ, ասենք ազգային ժողովը, որը ներկայացնում է քաղաքական դաշտը, իրեն ընտրել է նախագահ։ Այդ մարդը այդ պայմաններում խոսում է Արցախի անկախությունից։ Հիմա պարոն Խաչատյան ասում է դուք գնայք, ասեք չէ, դու միջամտիր, բան ստանձնեի, պատասխանատու ստանձնեի, ասեք գնա բանակցի։ Դուք այնպես եք ասում, կներեք։ Դուք այնպես եք ասում։ Կարծեք դա մի առանձին անկախ ինքնուրույն միավոր է, ոչ մի կապ Հայաստանի հետ չունի։ Հայաստանն էլ իրավունք չունի միջամտել։ Բայց այնքանով որքանով մի հատ հարց տամ, էլի։ Եթե Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է այդ հայտարարությունը, որով մի քանի շրջան հանձնվել է Ադրբեջանի, խաղապաններ են եկել եւ այլն, պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Էլ չի ասել։ Պատասխանատվությունը պարոն Խաչատյան նոյեմբերի 9-ի փաստաթղթով արդեն երակողմ լավ։ Էլ չի ասել, որ ես իրավունք չունեմ բանակցելու Ղարաբաղի կողմից, չէ՞։ Ասել է ես ստորագրում եմ, որ Աղդամը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Հիմա հասկացա ինչ եք ասում։ Չէ, մի հատ բայց հարցս ձևակերպեմ, էլի, չենթադրեք ինչ հարց եմ տալիս։ Նոյեմբերի 9-ով ես լավ բան եմ ասում։ Պատասխանատվությունը ստանձնել է, մի ծանր պատերազմի արդյունքում եւ այլն ասել է ես սա կանեմ։ Դրանից հետո Արայիկ Հարությունյանը չեմ ուզում բաներով ասեմ, էլի, տենց ձևավոր որ խելոք գալիս էր Փաշինյանը, բայց դա այդպես էր։ Գալիս էր լսում էր այս մարդը ինչ ասում, որտեվ ամբողջությամբ իրանից էր կախված, եւ թե ինչպես կբանակցեր Փաշինյանը ռուսական կողմի հետ։ Այդ ոնց եղավ, որ այդ 3 տարվա ընթացքում իրավիճակը հասավ, թողեցիք հասնի նրան, որ Շահրամանյանը ընտրվի, հետո էլ ասեք թե Շահրամանյանն էր մեղավոր։ Ախր չէ որ դուք 20 թվականին արդեն վերցրել եք այդ պատասխանը։ Պարոն Խաչատյան, հենց դա եմ ասում, նախ 2020 թվականի փաստաթղթով արդեն իսկ Հայաստանի լիազորություն դժվար կլինի ասել, որովհետեւ դրանից առաջ էլ դե յուրա լիազորություններ չեն եղել, բայց Հայաստանի միջամտելու հնարավորությունները էականորեն սահմանափակվել են։ Ո՞րը բանակցային են եղել։ Միայն բանակցային եղել ըստ էության, որ ֆիզիկական ես համաձայն չեմ, բայց լավ։ Այսինքն սահմանափակվել են Հայաստանի հնարավորությունները։ Գումարած դրան ասում ոչ քաղաքական դաշտը Ղարաբաղի եղել է դեմ այդ բաներին։ Ախր Ղարաբաղի քաղաքական դաշտը ո՞րն է, պարոն Հակոբյան, ովքեր են այդ մարդիկ, ինչի համար են իրանք պատասխանատու։ Ինչի համար են իրանք պատասխանատու։ Ովքեր են այդ Ադրբեջանը չէր ասում Հայաստան արի բանակցենք, այս Ադրբեջանը ասում էր մենք ներկայացուցիչների հետ հայերի հետ կբանակցենք, այս պայմաններով Ղարաբաղի իշխանություններ ասում էր, չէ, նախագահը նախագահի հետ պետք է լինի, ասում էր, չէ, մենք ինտեգրման հարցով չենք բանակցի։ Այդ մարդիկ չեն պատահել։ Հիմա ասինքն եթե չենք բերման ենթարկի, այդ մարդիկ աղետի հետևանքը չեն պատկերացրել։ Պրոդուկտիվ բանավեճ ենք վարում, որովհետև մենք չենք կարող բերման ենթարկենք։ Կներեք, ոնց ստացվեց, որ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո 2 ամիս անց ԿՊ-ն կամ Փաշինյանը կարողացավ այնքան ազդեցություն ունենալ, որ ՊԲ-ին հրահանգի իր զորքերը Աղդամից եւ մյուս հարակից շրջաններից դուրս բերի, բայց 23 թվականին էլ չէր կարողանում։ Ասեմ, պարոն Խաչատյան, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որքան է որ այստեղ Հայաստանում կապիտուլյացիային որակում կապիտուլյացիա թափահարում էին, Ղարաբաղում գիտեին, որ այլ տարբերակ չկա, որ ընդունել են այդ փաստը, որ ինչ պետք է անեն, դիկրվեին, չէին կարող ժամանակը փոխվեց 23 թվականին հակառակը։ Որովհետև արդեն պատերազմ չէր, որ ասեին թե չեն կարող, արդեն խոսելու վախներ եկել, խոսելը հեշտ է ավելի, քան կործելը։ Արխային էին ընկել մի խոտ։ Դե չգիտեմ արխային ընկել, թե կարող է երրորդ ազդեցության տակ էին ընկել, երրորդ ազդեցության հրամաններ էին կատարում, թե ինչ են անում, ես չգիտեմ։ Բայց ասում են որ կրվելը եթե չես ընդունում նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ինչ պիտի անես դի կրվես ասես ես դուրս չեմ գա այս 5 շրջանից ես կամ մնացածից ես կրվում եմ ինչե վերջ չէ բայց եթե դու գալիս դուք իշխել եք բայց երրորդ կողմը ազդեցություն է ունեցել ու դուք մեղավոր չեք մեղավորը երրորդ կողմը ու ազդեցության տակ գտնվող մարդիկ տենց է ստացվում դե բոնա որ կներեք որ աղջկան բռնաբարում են ասում են բան աղջիկն է մեղավոր որովհետև կարճ է հակել ես հասկացա փորձեմ ես նաև ձեր դիրքերից ձեր տեսակետի դիրքերից մի քանի հակադարձումներ ես արեցի պարոն Խաչատյանին որպեսզի նաև պարոն Խաչատյանի տեսակետները ավելի տեսանելի լինեն հիմա ես մի բան ասեմ մի քիչ այդպես բարի հումորով եթե ես պարոն Խաչատյանի տեղը լինեի ես էլ այդ ինչ որ ես եմ պատրաստում կհակադարձեմ ձեզ ու կանեմ այսինքն օրինակի համար մի երկու միտք առաջացավ այս ձեր զրույցի ընթացքում օրինակի համար անդիմադիր հատվածի ներկայացուցիչները մեղադրում են ձեր իշխանությանը եւ ձեր իշխանական շրջանակներին այսպես համակրողներին որ Նիկոլ Փաշինյանը այն գլխեն դերևս մինչև նույնիսկ իշխանության գալը եղել է ընդգծված արևմտամետ
ռուսական հարթակները մերժող, ռուսական տրամաբանությունը հայ-ռուսական Դուք եք դաշնակցային ասում, հարաբերությունները որպես տենց Ես ընդդիմության տեսակետը փոխանցում եմ ձեզ։ Այդպես պիտի լինի եթերի տրամադրությունը։ Իմ տեսակետը հետո կարող ենք սուրճ խմելուց ես ձեզ ասեմ շատ սիրով։ Հա, եւ երկրորդն էլ պատերազմի ընթացքում էլ են մութ որոշակի փաստեր բերում ինձ հասած տվյալներով, օրինակ եմ դասալերի փոխանցեմ ձեզ նրան տեսակետը, որ այս պատերազմն էլ, այ պարոն Խաչատյանն էլ դրա մասին երևի չասես, գուցե իմ ասելուց հետո ասի, որ բոլոր դեպքերում արդյոք այս պատերազմը մեզ համար այսքան դատապարտված պատերազմ, այսինքն մենք այնքան թույլ դիրքերում էինք ռազմաքաղաքական իմաստով, որ արդեն պիտի հաստատ պարտվեինք ու հաստատ պիտի լիներ այն ինչը որ լինում է, որովհետեւ որոշակի տեսակետներ ասում են, որ չէ։ Դա եղել է ինչ-որ ներքին, դավադրական, ինչ-որ խողովակներով պլանավորված մի իրողություն, եւ ամեն ինչ այդքան վատ չի եղել։ Եվ մյուսը բոլոր դեպքերում, այ դուք խոսեցիք դրա մասին, որ բոլոր դեպքերում ռուսական կողմին զայրացրելը ոչ թե հակահայկական ինչ-որ դիրքեր են ընդունել, այլ այն տրամաբանությունը, որ դե եթե դուք մեզ հետ չեք ուզում գործ բռնել, եթե դուք նոյեմբերի 9-ի այդ ձեր մատնանշած հարթակից հեռանում եք, եթե դուք 2019 թվականի այդ փաստաթուղթը չեք հրապարակում ու մերժում եք, դրա մասին դեռ մինչև պատերազմը ես անձամբ հիշում եմ, որ Լավրովն էր ասում, որ անդրկուլիսյան բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի, Ադրբեջանի միջև Արցախյան հարցի կարգավորման շուրջ, որոնք մեզ համար անընդունելի են, այսինքն ինչ որ ներքին խլրտոց կա, ներքին դժգոհություն կա ռուսական կողմից մեր հանդեպ նաև Այսինքն եւ այն փաստարկները, որ բերում են Ալիև, Փաշինյան, այդ համաձայնությունը Մյունխենյան եւ այլն, այսօք այդ բոլորը չլցրեցին ինչ որ բանակցային կողմի եւ մի չորրորդն էլ ասեմ, եւ չորրորդն էլ, եթե դու քաղաքագիտական զուտ իմաստով, որակավորումով, եթե դու մերժում ես բանակցային այդ 25-26 տարիների տրամաբանությունը ըստ էության եւ ասում ես որ ես բանակցությունները սկսում եմ իմ զրոյական կետից, իմ կետից եւ չես հրապարակում այդ իրողությունների մասին 2019 եւ այլն, հետո տարիներ անց արդեն կորստից հետո է Արցախի հարցի հրապարակում արդյոք այդ բանակցային կողմը Մինսկի խմբի այդ ներկայացուցիչները, ակտորները բարեհաճ վերաբերմունք ունենային հայկական կողմի հանդեպ որը փաստորեն ըստ էության հերացել էր բանակցային տրամաբանությունից։ Ես արդեն բանավեճի սկզբից ասացի, որ մենք չենք հրաժարվել ու որտեղ ասում եք բան չի հրապարակվել, եթե չեք հրապարակվել։ Բանակցություններ հրապարակային են։ Չէ, 2019 թվականի փաստաթուղթ։ Ոչ մի բանակցային փաստաթուղթ բանակցման ընթացքում չի հրապարակվում։ Չէ, հետո։ Հետո հրապարակվեց։ Այսինքն ընթացքում դուք ասում եք 2015 թվականի առաջարկները երբ հրապարակվեն։ Առաջարկները, ասենք եթե այդ ժամանակ հրապարակվեն, չէ, ոչ մի բանակցային փաստաթուղթ չի հրապարակվում, քանի դեռ դա բանակցային փաստաթուղթ է ու ընդունված չի կողմերի կողմից կամ չեն համաձայնվել, որ ստորագրում են կոնե։ Այդպիսի պրակտիկա գոյություն չունի, բայց ինչ վերաբերում է ձերեն հարցին, թե Հայաստանը մեժել է տարբերակները կամ զրոյական կետից է սկսել Փաշինյանի հայտարարած։ Ես պաշտոնապես չի գրել մերժման դիմում, բայց 2018 թվականին Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել ազգային ժողովի ամբիոնից, որ բանակցությունները փակուղում են, լավատեսություն չեն ներշնչում եւ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ուխտադրուժ կերպով հարցը չի լուծի պատերազմի ձևով։ Ընդ որում դրանից հետո հանրապետականները շատ սիրում են ասել, որ գոյություններ պայմանավորվածություն Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները, որը Փաշինյանը ջրեց Դուշանբեի լիֆտում, բայց այդ Սերժ Սարգսյանի նույն նամակում ակնհայտ է դառնում, որ դա էլ է սուտ, որովհետեւ Սերժ Սարգսյանը Պուտինին ուղղված նամակում դժգոհում է, որ Ալիևը այլ կերպ է մեկնաբանում այդ պայմանավորվածությունները եւ հրաժարվում է դրանք իրականացնելուց, այսինքն դա ջրվել էր արդեն 2016 թվականին։ Այսինքն հարցը այն է, որ զրոյական կետից ինչու է սկսվել, որովհետև դրանք կանգնած էին, դրանք փակուղում էին, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, ինքը մեզ փոխանցել է ժառանգություն, կանգնած բանակցություններ, փակուղում գտնվող բանակցություններ, եւ որ պետք է հույս չունենանք, որ Ադրբեջանը չի գնա ռազմական ճանապարհով հարցի լուծման, բայց դա զրոյական կետ չի, բա ի՞նչ է։ Բա որտեղից սկսեինք։ Ասենք չէ, եկեք մենք 2011-ից ենք սկսում։ Չէ, բայց 2019-ը դա էլի չէր նշանակում, չէ, որ դա զրոյական կետ է, այդ ամբողջ բանակցային տրամաբանությունը ջնջում ենք, գալիս ենք նոր կետից։ Չէ, ջնջում, ասում եմ 2018 թվականին Սերժ Սարգսյանն ասել է փակում են ու գնացել է։
Երեք չէ, ոչ, եթե լուսման տարբերակ չի եղել, ոչ, եթե դուք լուսման մեկնաբանում եք համաձայնագիր չի եղել, դուք մեկնաբանում եք, հենց հիմա մեկնաբանում եք։ Դուք մեկնաբանում եք, ես հստակ փաստեր եմ ասում, որ եթե մարդ ասում է, որ մենք հույս չպետք է ունենանք, որ այլևս Ադրբեջանը ուխտադրույչ կերպով չի արձակվի, որ բանակցությունը փակուղում է լավատեսություն չեն ներշնչում, որ մի բան կփոխվի դեպի լավը, այսինքն մեկնաբան, եթե մեկնաբանել, ապա եկեք բառացի մեկնաբանենք, ոչ թե եթե տենց ու նենց։ Ասում ինքը ասում լավատեսություն, եթե չեն նշնչում բանակցությունները, փակ ուղում են ու պետք է հույս չունենալ, դա նշանակում է, որ բանակցությունները փակ ուղում են ու մենք պետք է գանք, ասենք, եկեք զրոյական կետ է, որտեղից ենք սկսում։ Բայց պիտի բանակցել, թե այո, իհարկե, բայց մենք երբևէ հայտարարել որ մենք հրաժարվում ենք բանակցել, գնացել ենք Դուշանբեում, այդ թվում լիֆտում, այդ թվում քայլից, փորձել ենք ինչ-որ բանակցությունները միշտ եղել են, բայց որտեղ են գտնվել։ Չեմ ասում լուծում է եղել։ Ես ոչ ասեցի լուծում երբեք չի եղել։ Այո, երբեք չի եղել։ Իհարկե, ես էլ եմ այդ կարծիքին։ Երևի պարոն Խաչատյանն էլ այդ կար։ Բայց վերաբերում է ռուսական դեպքերում բանակցություններից դուրս մղվելը, բայց ո՞վ է դուրս մղվել։ Կնշանակի չէ, երբեք ասենք սխալ քաղաքագիտական համաբանություն։ Մեզ մեղադրում էին անգամ Դուշանբեի լիֆտում բանակցելու մեջ, հիմա դա բանավեճի հենց սկզբից մենք եկանք մի կոնսենսուսի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակել է նույն բանակցային քաղաքական տրամաբանությունը, ինչը որ եղել է տասնամյակներ շարունակ, որ ուղղակի ինչ որ պայի հանգեցրել է պատերազմի եւ ինչպես բայց եղել է այդ իմաստով քարոզչական զոհ, բայց ոչ մի չէ, բայց պարոն Խաչատյան, բայց շատ կարևոր նյուանսով, որ մենք ոչ միայն այդ տրամաբանության մեջ ենք եղել, այդ քարոզչության զոհ ենք եղել եւ այլն ու պատրաստ չենք եղել ինչ-որ բաների ու մենք եկել ենք դրա համար շարունակել ենք ու տարել ենք պատերազմի, այլ մենք եկել ենք մի իրավիճակում, երբ արդեն այդ process-ները եկել են մի հանգրվանի, մի րոպե, եկել են այնպիսի հանգրվանի, որ բանակցությունները եղել են փակուղում, լավատեսություն չեն ներշնչել, պատերազմը անխոցափելի է եղել, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, պլյուս Ադրբեջանը ունեցել է ռազմական եւ քաղաքական բազմակի ռեսուրսներ ավելի շատ բազմակի անգամ քան Հայաստանի Հանրապետությունը եւ դա եղել է 2000 առնվազն 11 թվականից սկսած առնվազն որ կտրուկ այդ տարբերությունը աճել է մինչեւ այդ անընդհատ աճել է բայց այդ կորը շատ ավելի թրիչքային է 2011 թվականից հետո կարանք էլ բյուջեն չավելացնենք ռազմական որտեվ դե խաղաղություն է ռազմական բյուջեն հիմա եթե կարելի է եկա խաղաղության մասին եթե կարելի է եթե ժամանակից ելնելով խաղաղության մասին Հայաստանի խաղաղության ստորագրումից հետո խաղաղության ստորագրումից հետո 1.4 միլիարդ է Հայաստանի բյուջեն երբեք այսքան չի եղել 400 միլիոնից ավել չի եղել 400 ցանկացած բյուջեի հոդված միշտ աճում է բայց այս տեմպերով չի աճում այս տեմպերով երբեք չի 20% կա աճի բայց ոչ կրկնակի ու քարակի քարակի աճ թվականի նկատմամբ բա ինչքանը բա ես ասում եմ դե խաղաղության ստորագրումից հետո 7 տարվա ընթացքում քարակի աճ երբեք չի եղել բանակի երբեք այն որ ասում են Իսկանդերը լավ հիմա ես այդ ժամանակը դնենք մի կողմ էլի հիմա գումարած դրան պարոն Խաչատյան տեղական ռազմարդյունաբերություն է զարգացրել տեղական ռազմար աճի ռազմական բյուջեի աճի որ Փաշինյանն ասում չի կա ամեն տարի չի երբ որ Ադրբեջանը շեշտակի տեմպերով աճեցնում Ադրբեջանին է իջել հինեցնում Ադրբեջանին է նույն տոկոսով ինչքանով մենա իջեցրել այդքանը ինքն է այդքան տոկոսով ինքն է իջացել այո ինքն էլ է իջեցրել հնարավոր չի անընդհատ այդ տեմպերը պահել մենք խնդիր ենք ունեցել 2020 թվականից հետո վերականգնվելու այդ տեմպերը ավելացրել ենք հիմա բերում ենք ստաբիլ մակարդակի ու էլի ավելացնելու ենք բնականաբար վերականգնվել ենք իշխանությունը էլի ավելացնել իհարկե այդ թվում եւ տեղական ռազմարդյունաբերությունը 0-ից համարյա 0-ից մենք հարցնում ենք որ 2-3 տարվա համար 400 միլիոն դոլարի ամբողջ այն վաղտվա պետական մեր ռազմական բյուջեն ա եղել 400 հիմա մենակ տեղակ 2-3 տարվա համար 400 միլիոն դոլարի պատվեր ենք տվել տեղական ռազմարդյունաբերությանը հիմա դա Բարի գալուստ խաղաղության դարաշրջան։ Այդ խաղաղության դարաշրջանի շուրջ էլ քանի որ մի քիչ մեր ունկնդիրների համար ժամանակային իմաստով արդեն մի քիչ հեշտ չի լինի, դիտել թեկուզ եւ այս հետաքրքիր այսպես իրարամերժ բանավեճը, ամեն դեպքում ես կխնդրեմ ձեզ երկուսիդ, որ խաղաղության այս խնդրի վերաբերյալ էլ վերջնականապես հակիրճ համառոտ արտահայտեք ձեր կարծիքը։ Խաղաղություն իրականում հատկապես այս տարվա օգոստոսի 8-ի Կրիպի տրամաբանությամբ լինելու է թե ոչ ըստ ձեզ խաղաղությունը կամ ինչպես արդեն ոմանք են ասում հաստատվել է թե դեռ չի հաստատվել թե խաղաղությունը դեռևս ուղղակի մնում է բարի ցանկությունների դաշտ։ Պարոն Խաչատյանը հենց
կիսա հեգնելով կամ լավ հեգնելով ասում է խաղաղության տարաշրջանը, հեգնում է խաղաղության տարաշրջանը, բայց մի քիչ առաջ ինձ մեղադրում էր, որ 2019 թվականի խաղաղության պլանից մենք հրաժարվել ենք, հասկանում եք։ Հիմա մի քանի տարի հետո, եթե մենք իրոք այդ պարոն Խաչակյանի նման մենք հեգնանքով ու ծաղրելով վերաբերվենք այդ խաղաղության տարաշրջանի խաղաղության process-ին եւ նոր պատերազմ բերեինք Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին, պարոն Խաչակյանն այդ պատերազմից հետո գալու էր նստել այդտեղ իմ դիմաց, ես էլ նստեի, ինքը ինձ մեղադրել, որ մենք հրաժարվել ենք խաղաղության process-ից, թրիփից, մնացածից, մյուսից, Ադրբեջանի հետ երկկողմ բանակ, հիմա ասում էր մի քիչ առաջ ասում էր պետք է գնայիր, նաեւ երկկողմ բանակցեիր։ Հիմա ես դա չեմ պնդել, ես Ղարաբաղի պահով ասում եք թող գնա երկկողմ, չէ՞, դուք եք ասում, մեղադրում եք, ասում եք տիպեք թող գնա, ես դա եմ ասում։ Ես դա չեմ ասում, որ դա էր մեր լուծումը։ Պարոն Խաչակյանը դա տրամաբանությունն է զարգացնում։ Պարոն Խաչակյանն ասում էր տիպ բան անի, գնայք երկկողմ բան, եթե ձեր տրամաբանությունը դա էր, գնայք երկկողմ բանակցեք, բան։ Այսինքն հիմա post factum գալու է մեզ մեղադրելու էր, բայց հիմա մենք այն քաղաքական ուժն ենք, որ այդ թվում դասել ենք խաղում թե մեր սխալներից, թե մեր պետության գործած սխալներից, թե մեր նախկինների սխալից, թե մեր ընդհանրապես պատմության սխալներից ու ինքնահայացման ճանապարհով ենք գնում այդ թվում։ Եվ գնում ենք այդ խաղաղության process-ին, որը ցույց տվեց, որ այս մի բան էլ պետք է հիշեցնեմ 2020 թվականի պատերազմից հետո մեզ անընդհատ ծաղրում էին, վիրավորում էին ու պարտադրում էին, ասում էին այ Ալիևը այս հայտարարություն արեց, այ Ալիևը Փաշինյանին անձամբ վիրավորեց, այ Ալիևը սենց արեց, նենց արեց, ինչու չես պատասխանում, պատասխանի արժանապատվություն, մեր արժանապատվությունը մենք, չգիտեմ, նվաստացում, ծնկում, ծնկել ես, չոքեչոք ինչ ասես վերջին նույնիսկ հարյուրյանքներով մեզ պնդում էին, պարտադրում էին, ստիպում էին, որ մենք պատասխանենք Ալիևին։ Չպատասխանեցինք երբեմն պատասխանեցինք, երբեմն ավելի չոր, երբեմն ավելի մեղմ պատասխանեցինք ու հասանք նրան, որ խաղաղությունը այո հաստատվել է եւ արդեն շուրջ 1 տարի 9 ամիս սահմանների մի կրակոց անգամ չկա, որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, TRIP-ի մասին համաձայնագիրը ստորագրվել է, տարբեր կողմեր աջակցում են այդ խաղաղության խաչմերուկ պրոյեկտին, որը նորից ծաղրանքի էր արժանանում ընդդիմության կողմից, կարծում եմ նաև պարոն Խաչակյանից կուսակցություններ դա ծաղրում։ Բոլոր ուզում են TRIP-ում ներդրումներ անելու մասնակցել այդ միջին միջանցքի, Եվրամիությունն է, Միացյալ Նահանգները, բոլոր կողմերը, բոլոր շահագրգիռ կողմերը ցանկանում են մաս կազմել այդ ծրագրին, միջին միջանցքի ծրագրին, որը TRIP-ը միջին միջանցքի մաս է կազմում։ Եվ այս ամեն ինչը շարունակվում է մեր ընդդիմության, պարոն Խաչակյանի, նրա կուսակցության կողմից ծաղրանքի հեգնանքի արժանանան։ Բայց մենք հաստատակամորեն գնալու ենք այդ ճանապարհով Ադրբեջանն ու Թուրքիան։ Թուրքն եք եւ դա ասում են որ հայրենիքի համար մեծ Ադրբեջանն էլ է ուրախ, Թուրքիան էլ է ուրախ, Հայաստանն էլ է ուրախ, Եվրոմիությունն էլ է ուրախ, Միացյալ Նահանգներն էլ է ուրախ, Միջին Ասիայի երկրներն են ուրախ, Չինաստանն ու Հնդկաստանն են ուրախ, բոլորն են ուրախ։ Եթե Իրանն ու Ռուսաստանն են ուրախ, Իրանն ու Ռուսաստանն են, այո, իհարկե, ուրախ են, այո։ Հիմա այդ process-ը ոչ միայն բանակցություն է, այդ խաղաղության հաստատման բերումով արդեն Ռուսաստանը բանակցություն է վարում Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ, որ Հայաստան այդ ճանապարհով է նաև արդեն բեռներ գալու, Վրաստանը մաքսատուրք հանեց միանգամյա, որ նա իր ճանապարհով կարող է երկաթգծով դեպի Հայաստան նավթամթերք գալ, Ռուսաստան, Իրան, որովհետև դա չէ ավելի գլոբալ պիտի լինի անվտանգային, չէ, ավելի մեծ համար։ Այո, իրենց մտահոգություններով հանդերձ, բայց մենք չենք, տեսեք, իրենց մտահոգություններով հանդերձ իրենք ուրախ են, բայց մենք չենք կարող ամբողջովին նայել, թե Ռուսաստանի ամբողջական շահը, Իրանի ամբողջական շահը, Միացյալ Նահանգների ամբողջական շահը դա սպասարկում է, թե չէ, մենք մեր դիրքերից պետք է նայենք։ Այդ հարցում ձեզ հետ լրիվ համաձայն եմ։ Եվ հիմա մենք այդ հաստատակամորեն գնալու ենք այդ ճանապարհով, ինչքան էլ ծաղրեն, ինչքան էլ հեգնեն, ինչքան էլ պարոն Խաչակյան հիմա արգումենտներ բերի կամ չբերի իր պնդումները ապացուցող կամ հերքող, մենք շարունակելու ենք այդ process-ը եւ ի պատասխան ձեր հարցի, այո, խաղաղությունը հաստատվել է, հաստատված է, եւ մենք գնալու ենք այդ խաղաղությունը ամենօրյա խնամելու գործով, ամենօրյա խնամելու ճանապարհով։ Խոսքը ձեզ համաձայն եք պարոն Հակոբյանի այն այսպես իր տեսակետի այդ հիմնավորումներին, որ խաղաղության դարաշրջան այս իր թվարկած գործոնների հիման վրա արդեն շատ շուտով դառնալու է վերջնականապես այսպես փաստարկված իրողություն։ Նախ ես կարծում եմ, որ պետության շահերի պաշտպանության իմաստով կարող է լինել եւ մաքսիմալիստական մոտեցում, երբ դու ոտքերդ վերմակից երկար ես փորձում մեկնել եւ ձախողում ես, եւ կարող է լինել հակառակը, երբ դու չես փորձում պաշտպանել քո առանցքային շահերը, կարմիր գծերը։
Հիմա այն որ մեր իշխանությունները եւ նախկին եւ գործող մինչեւ 20 թվականի 44 օրյա պատերազմը ոտքերը վերմակից ակնհայտորեն ավել էին մեղմում, թեկուզ եւ post factum ընդունելով որ ակնհայտ էր որ դա վերմակից ավել մեկնում էր, ինչ էր տեղի ունենում, մենք չէինք համաձայնում այն փողզիչումային տարբերակին, որը գնալով ավելի վատն էր դառնում, բայց մենք դա չէինք ընդունում, համարում էինք, որ անընդունելի զիջում է դա։ Դա թերևս մի ծայրահեղությունն էր, որի մեջ նաև դուք էիք։ Հիմա ես ուղղակի ուզում եմ ամփոփել առանց ջամփելու, թե չէ։ Եվ երբ մենք խոսում ենք արդեն հիմիկվա իրողությունների մասին, ինչ է ստացվում։ Մենք ասում ենք, հիմա post factum ենք վերլուծում, որ 19 թվականի առաջարկը արդեն հրապարակված փաստը թղթով այսօրվա նկատմամբ շատ ավելի լավն էր։ Նոյեմբերի 9-ը ավելի վատն էր, քան 19-ը, բայց էլի այսօրվա վիճակի համեմատ լավ էր։ Եվ այսօրվա իրավիճակը հայաթափված Արցախ ընդհանրապես վատ է եւ Հայաստանի պետականության բազմաթիվ խոչընդոտներ, խնդիրներ, անվտանգային, որոնք մենք ունենք, շատ ավելի ծանր իրավիճակ է մեզ համար ստեղծել։ Հիմա այն որ մենք ժամանակին այդ մոտեցումներին չենք համաձայնել, ինձ համար բացարձակապես չի նշանակում, որ մենք այլևս Հայաստանի առանցքային կարմիր գծերը պետական շահերը չպետք է պաշտպանենք։ Ընդ որում կարմիր գծերը ասելով ես նոր բան չեմ ասում, 22 թվականին Նիկոլ Փաշինյանը եւ Արադ Միրզոյանը խորհրդարանական ամբիոնից եւ այլ ամբիոններից ելույթ էին ունենում եւ ասում էին մենք ունենք մի քանի կարմիր գիծ, դա Արցախի ժողովրդի անվտանգությունն է եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ մենք որպես քաղաքական ուժ ասում ենք որ կիսում ենք ձեր կարմիր գծերը եւ միանում ենք ձեր ջանքերին արտաքին դիվանագիտական ճակատում այս կարմիր գծերը պաշտպանելու համար 23 թվականին երբ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը այս կարմիր գծերը տրորվեցին Եվ դրանից հետո իշխանությունները սկսեցին այս իրավիճակը ընդունել այնպես ինչպես կա եւ ասել որ մենք էլ չենք պաշտպանում ինչ տակ մենք կընդունենք որովհետեւ ժամանակին որ եղել է նորմալ առաջարկ չենք ընդունել դրա համար հիմա ինչ տակ կընդունենք եւ եթե սա մենք կարող ենք կոչել խաղաղության դարաշրջան որ բոլորը գոհ են Ադրբեջանը իհարկե գոհ է իր համալիևը որերորդ հայտարարությունն է անում է որ մենք պետք է ավտոմոբիլներով վերադառնանք ինչի որովհետև ինքը տեսնում է որ հայաստանյան իշխանություններն ասում են մենք չենք պատերազմելու Ալիևն էլ իր կողմից Ընթառաջում է, ասում է, դե որ դուք չեք պատերազմելու, ես տանկերով ինչի պետք է գամ, տանկի վառելիքը թանկ է, մեքենայի վառելիքը էժան է, մենք ավտոմոբիլներով կվերադառնանք, բայց մինչև մենք վերադառնանք, մեզ տվեք անխոչնդոտ ճանապարհ, մեզ վերադարձրեք անկլավները եւ արեք դելիմիտացիա այն հատվածներում, որտեղ մենք կստանանք հող, դուք այն նույնը չեք ստանա։ Եվ այս իմաստով, եթե մենք ասում ենք ես հո չեմ պնդում ես ամփոփեմ էլի, ես հո չեմ պնդում, որ սա խաղաղության մի տեսակ չէ։ Խաղաղության տեսակները շատ տարբեր են։ Կապիտուլացված Գերմանիան առաջին համաշխարհայինից հետո եւս համաձայնել էր խաղաղությանը։ Դա իրենց համար նվաստացուցիչ խաղաղություն էր։ Մենք էլ կարող ենք նվաստացուցիչ խաղաղությանը համաձայնվել։ Այսինքն իշխանությունները համաձայն են մեր հասարակության ինչ-որ մի շերտ եւս կարող է համաձայնել։ Մեր որպես քաղաքական ուժ առաջարկը այն է, որ պատերազմի եւ նման խաղաղության միջև կա եւս այլ տարբերակ, որտեղ մենք ունենք օպտիմալ լուծում պետության կարմիր գծերը պաշտպանելու համար։ Եվ դրա համար կարծում ենք, որ Ադրբեջանի հետ չի կարելի շարունակել միակողմանիորեն բանակցել, որովհետև միակողմանի բանակցություններով Ադրբեջանը ստացել է եւ ստանում է եւ ստանալու է այն ամեն ինչը, ինչ պահանջում է։ Իսկ բազմակողմանի բանակցությունը ո՞րն է եւ ինչպես ձեզ հարց ուղեցի Աշակյանի տրամաբանությունից ելնելով ասացի ինչու այդ ամեն ինչը դրա մեջ չեք տեսնում Աշակյանը հիմա ասում է կապիտուլյացիայից է ով է խաղաղություն կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթն էլ թափահարում ասում էին իրենք ասում էին կապիտուլյացիա հիմա ասում են վերադասեք նոյեմբերի 9-ին ուզում ինչ եմ ուզում այո բայց լավորից չի է բանական լավորից չի բայց հարցը ո՞րն է որ մեզ ասում էին ասում են ինչ դեմ են տալիս ասում են հա օքեյ մենք համաձայն ենք դրա համար այդպես չի հիմա մեզ ասում են միջանցք դուր մենք միջանցք չտվեցինք
հիմա Ես չեն ասում միջանցք, դու ասում ես անխոչնդոտ ճանապարհ։ Մեզ ասում են միջանցք դու, մենք միջանցք չտվեցինք։ Հիմա անխոչնդոտ ճանապարհ, որը միշտ 96 թվականի բանակցությունից սկսած անխոչնդոտ ճանապարհը միշտ եղել է օրակարգում, միշտ։ Նոր բան չի, էսել նոր բան չի, որ հիմա ուզում են հասարակության վերածախեն։ Մադրիդյան փաստաթուղթը ձեր դիմաց տված է, անգամ այդ բառերը չկան։ Ոչ, գրածա ներառյալ ճանապարհը Նախիջևանին կապող անխոչնդոտ բառը հայտնվել է նոյեմբերի 9-ին։ Հիմա նայեք, հիմա ասում 2015 թվականի բաներ ավելի լավ էին, առաջարկներ ավելի լավ էին, քան հիմա ինչ որ կա։ Այսինքն պարոն Խաչակյանը սիրում է նստել ու post factum քննադատություններ հնչեցնել։ Երբ որ դու գնում ես խաղաղության ճանապարհով, ինքը կա, ասի վատա խաղաղության ճանապարհով գնալը ու հեգնի խաղաղությունը։ Բայց որ դու չգնաս այդ ճանապարհով, պարոն Խաչակյանը նոր պատերազմ լինի։ Պարոն Խաչակյանը սիրում է որ կա post factum նստի ու ասի ինչու չգնացիք այդ խաղաղության ճանապարհով լուսման։ Ինչ վերաբերում է անկլավներին, անկլավների թեման ինչու փակ չի, որովհետև մենք էլ անկլավ ունենք Ադրբեջանի տարածքում։ Ու այդ հարցը մենք փակել ենք, ասել ենք Ժորժ ջան, սահմանազատում կարվի կտեսնենք այդ հարցը ոնց կլուծենք։ Փոխանակում կանենք, բայց մինչև կվերադառնանք իրար անկլավները կվերադառնանք, բայց այդ հարցը լուծվելու է իրավաբանորեն, դա իրավաբանական հարց է։ Մենք պետք է նստենք, նայենք ով ինչ ունի մյուսի տարածքում, ով ինչքան հետ է գնում, ով ինչքան առաջ է գալիս։ Դա չես կարող նստել բանը քաղաքականապես փակել այդ հարցը։ Այդ հարցը փակվում է թղթաբանությամբ գետնի հետո է դառնում գետնի վրա իրադարձություն։ Ես վախենում որ Իվանաս մեզ, քանի որ դեռ ուժային բալանսը Ադրբեջանի կողմն է, մեզ Իվանաս մեզ կփակվի, մեր ասել Չէ, դրա համար բանակցում ենք ու խաղաղության պայմաններում բանակցելը շատ ավելի լավ է, քան ռազմական հետոաբանությամբ հոխորտալը եւ Ադրբեջանի նախագահ, տեսեք հիմա պարոն Խաչակյանն հիմա հոգում ենք թե անդադ խոսում ենք։ Չէ, դուք եկա խոսում եք։ Ես ասում եմ պարոն Խաչակյանը հիմա հեգնում է, որ Ադրբեջանի նախագահին մենք նորից չենք պատասխանում։ Այսինքն հեգնում են 2020 թվականին, հիմա մենք ասում ենք Ժորժ ջան, չեմ հեգնում որ չեք պատասխանում, ես ասում եմ դուք ընդունում եք։ Բանը, ինչ հեգնեմ որ չեք բենզինը ավելի պատասխանում։ թանկ է, տանկի, քան մեքենայի, իրենք չեն պատասխանում, դրա համար Ալիևը գալիս է սենց, գալիս է այս ճանապարհով, գալիս է այն ճանապարհով։ Մենք ասում ենք Ժորժ ջան, այս օրակարգը իրական Հայաստանի օրակարգը ինչի՞ է, եւ դրանն էլ անդրադառնամ էլի, որ պարոն Խաչակյանը ասում է Արցախի հայաթափում եւ այլն կամիր գծեր եւ այլն։ Մենք Հայաստանի հասարակությանը 2026 թվականի համար առաջարկելու ենք իրական Հայաստանի մեր մոդելը։ Ասելու ենք Ժողովուրդ ջան, մեր Հայաստանի Հանրապետության սուվերենությունը տարածվում է 29743 քառակուսի կիլոմետրի վրա։ Մենք սրա տերն ենք մինչև վերջ։ Դա մեր կարմիր գիծն է։ Համաձայնեք մեզ քվետալ սրա համար։ Համաձայնեք իրական Հայաստանին քվետալ։ Համաձայնեք խաղաղության օրակարգին քվետալ։ Ուրեմն կգաք 2026 թվականին մենք մեր առաջարկը սա է։ Կհամեմատեք մեր առաջարկը պարոն Խաչակյանի առաջարկի հետ, իրանց կարմիր գծերը Արցախ վերադարձնա, Արցախի վերադարձնա, գուցե, չգիտեմ, Նախիջևանի վերադարձնեմ, մյուս ուժը կարող է ասել մենք Նախիջևանն ենք վերադարձնում։ Գնացեք ընտրություն կատարեք։ Մենք առաջարկում ենք իրական Հայաստան խաղաղության դարաշրջան։ Ես ուզում եմ այս վերջին Ուրեմն գնացինք դեպի 2026-ի այս վերջին հատվածում կարճ մի բանի արձագանքել այո։ Պարոն Հակոբյանը շատ բաներում ինչ որ ասում էր, իհարկե ես համաձայն չէի, բայց մի հարցում անազնիվ էր։ Այդ այն հարցն էր, որ 22 թվականին ամբողջ իրավիճակը գնահատելով եւ ձեր ուժի առաջնորդի հնչեցրած կարմիր գծերին մենք ասել ենք համաձայն ենք, ոչ post factum։ Այդ պահին, երբ որ դա բոլորը քննադատում էին, եւ բանին նշաձողի իջեցում, եւ 1000-ի նման հարց, մենք ասել ենք համաձայն ենք դրան։ Post factum չենք ասել։ Ասել ենք համաձայն ենք, գալիս ենք, համաձայն չենք, գալիս ենք, անում ենք։ Եվ այն, որ դուք ձեր հնչեցրած կարմիր գծերը թողեցիք այդ պահին։ Հիմա էլ մեզ ասում եք դե կարող է Լուսավոր Հայաստանը ասի Նախիջևանը ուզում վերադառնա։ Լուսավոր Հայաստանը ասում է այն ինչ որ 22 թվականին համաձայնել էր Փաշինյանի հնչեցրած կարմիր գծերին։ Դուք առաջարկեք ձեր առաջարկը քաղաքացիների մերը կառաջարկեք։ Այո, բայց ուզում եմ որ մեզ լսողները հստակ ֆիքսեն, որ մենք ոչ թե այտենց ընկել ենք ձեր ասածներին հակադրվելու բանի իմաստով, այլ ֆիքսել ենք մի ընդհանրական բան, որը համարել ենք մեզ համար ընդունելի բանաձև։ Գնացել ենք այդ բանաձևի հետևից, որը դուք թողել եք այդ երկու կարմիր գծերը, դուք թողել եք դրել եք մի կողմ, հիմա այլ կարմիր գծեր եք սահմանել։ Եթե դա մեր հայրենակիցների համար ընդունելի է, բարձր պետք է ձեզ քվեարկեն։ Եթե ընդունելի չի, կճանապարհեն ձեզ։ Համաձայն եմ ես։ Մեր քաղաքացիներ գնահատեն։ Հատկապես ճանապարհելու մասով ուսով եմ ականջալուր կլինեն։ Ինչի մասով։ Ճանապարհելու։
Չէ, թող քաղաքացիները կորոշեն։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այսօրվա բանավեճին մասնակցելու համար։ Կարծում եմ մեր ունկնդրին օգնեցիք այս իրարամերժ ձեր տեսակետները արտահայտելով, ձեր կարծիքները արտահայտելով, որ մեր ունկնդիրը անի ճիշտ եւ այսպես տրամաբանական հետեւություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Եթերում One Talk-ի բանավեճներ եւ այսօր մեր բանաբիջային հարթակում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Վոլոդիա Հակոբյանը եւ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ Ես դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր հետևում են One Talk մեր YouTube-յան ալիքի թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել հանգամանքների բերումով բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն մեր այս թողարկումը ունկնդրելու համար, սիրելի բարեկամներ, կհանդիպենք։